Monk 3-ը ներկայացնում է հայկական առաջին dating reality show-ն Սիրասուն։ Ucom ամենալայն 5G ծածկույթը Հայաստանում։ Saturday to Sunday, Monday to Sunday, yo. Սիրասուն։ Կին, ուր ես, կին։ Չէ ինքը գոռալու վրա չի գալի։ Տեսախցիկները անջատված են, կարող եք համբուրվել։ Ես դեմ չեմ։ Յա։ Մասնակիցների դեյթերը ավելի զգացմունքային են դառնում։ Դու քո կողքի տղամարդում ո՞նց ես պատկերացնում։ Գեղեցիկ, բարձրահասակ եւ հաճելի տղամարդու հետ։ Ինձ նայում ես որպես ավակ եղբայր, ավակ ընկեր, թե Որպես խորթ հայր նայում Հակոբ ջան, հանգստացի անցնենք առաջ։ Ես ուզում նայել քո աչքերի մեջ ու ասել, որ եթե ես հաղթեմ, մենք 1 միլիոնի կգնանք դեյթի իրար։ Չի միտցեցի։ Չեմ ծեցում, ես տես, նոր թեյփոս։ Դիտեք Սիրասունի 5-րդ էպիզոդը։ Ես ամեն ինչ ունեմ, բացի մի բանից։ խմենք այն մարդկանց կենաց ովքեր գիտեն սիրել։ Monk 3 YouTube-յան ալիքով։ Արսեն, նոր բառ եմ հորինել։ Գիտեմ լույս, ես քո մուսան եմ, հաստատ իմ անվան հետ է կապված։ Արսեն ջան, այս օրերին մի քիչ փոփոխություններ են եղել, մեր սիրասուններն են իմ մուսան, բայց ասեմ բառը գուշակի։ Մի ձգի ասա։ Ագաթա Հավասիվ։ Ասա ինչ է նշանակում։ Նշանակում է Արսեն, դու չքնաղ ես, կատարյալ եւ ուղղակի սիրասուն։ Արսեն ոնց ես սիրում, որ քեզ գովում են։ Չէ, իրականում այս ասածներից միջից միայն սիրասուններ ճիշտ, որովհետև Ագաթա Հավասիվ բառը մեր մասնակիցների սիրասունների անունների առաջին տառերից կազմված բառ է։ Այլ կերպ ասած, ակրոստիկոս։ Լույս, բայց դու ինչ խելացի ես։ Ասա։ Մի բառելի մասին հորինի է։ Այ Արսեն, դա հաջորդ անգամ թողնենք, դեռ ժամանակ ունենք։ Մինչ այդ ուզում եմ հիշեցնել, որ անպայման բաժանորդագրվեք Monk 3 YouTube-յան ալիքին, որպեսզի բաց չթողնեք ամենահետաքրքիրը։ Սկսում ենք վիճակահանությունը, այսօր ընտրում են աղջիկները եւ առաջինը կընտրի Անահիտ Կոստանդյանը։ Անահիտ, խնդրեմ, համեցեք։ Ալեքսանդր։ Շարունակում ենք ընտրել, իսկ ընտրում է հիմա Անահիտ Օթարյանը։ Համեցիր։ Անահիտում եք կուզեիք այսօր դե։ Գառնիկ։ Չեմ ասի գառնիկ։ Գառնիկ, չեմ ասի գառնիկ։ Շարունակում են ընտրել աղջիկները ու հաջորդ ընտրում է Աննան։ Աննա, համեցեք, ինչպես Սայատնովան կասեր, Աննա։ Ընտրիր։ Իսկ ուղի միթին ինչ ես մտածում, Աննա։ Սերգեյ։ Աննան վիզուալ հիշողություն ունի, ոչ թե անվանական, մինչև չի նայում, չի համոզվում, ում մասին էլ խոսքը։ Եվ մենք շարունակում ենք։ Թամարա, պատրաստ ես։ Արի։ Արի տեսնենք ում ես ընտրում։ Ահա։ Նա ես էլ բան չես հասկանում։ Նա ես էլ չես հասկանում։ Ինչ-որ բան։ Տեսնենք, այսօր ես գնում եմ Վարդանի հետ հանդիպման։ Հաջորդ դեյթի իր զուգընկերոջը կընտրի Իլոնան։ Իլոնա, համեցեք։ Հակոբ։ Հակոբ։ Եվ Վիկտորիան համապատասխանաբար գնում է դեյթի Տեսնեսում հետ։ տեսնեսում հետ։ Արմանի հետ։ Դե ինչ այսօրվա դեյթի զույգերը կազմավորված են։ Սիրասունի 4-րդ էպիզոդը համարում ենք բացված։ Եվ սկսում ենք մեր ճամփորդությունը Հայաստանի հիասքանչ վայրերով։ Լուսնյակ, ես քեզ կկարոտեմ։ Ուր ես գնալու։
Չնասի։ Քիրա։ Սկսենք։ Այո, սկսենք։ Սկսեցինք։ Սիրասունի բոլոր մասնակիցներն ունեն գնահատման քարտեր 1-ից մինչև 6։ Յուրաքանչյուր դեյթի վերջում նրանք միմյանցից գաղտնի իրար միավոր են շնորհում, սակայն ընդամենը մեկը։ Երբ մասնակիցն օգտագործում է գնահատման մինիշը, դա այլևս օգտագործելու հնարավորություն չի ունենում։ Օրինակ, եթե առաջին դեյթին իր այդ օրվա զույգին գնահատել է 3, շոուի ընթացքում այլևս ոչ մի մասնակցի չի կարող գնահատել 3։ When I'm with you, I'm missing parts of me. Oh, it's true, but I lose myself in you. Lose myself. Ջերից վախնաս։ Իհարկե։ Շատ Սովսի լողանալ չի դեվա։ անանիստես։ Սկսել եք արդեն։ Չեմ ոնց որ։ Ահա, Ուզում եմ հասկանամ սկսել եք։ սկսել ենք։ Ոնց են սկսել։ Մեզ Սկսել չեն ենք։ ասել որ սկսել են։ Որ սկսեն ի՞նչն է փոխվել։ Սկսել եք։ Դե պատմի տենամ։ Ինչի սպառնում, ինչ կուզեիր լսել ինձնից։ Նո, օրինակ ես սպասում էի քո հետ հանդիպմանը։ Դզես։ Բայց չէի ուզում որ այսօր լիներ Դե? ուղղակի։ Դե չգիտեմ։ Որ օր եք ուզեիր, այսինքն։ Կուզեի Վերջի օրը? վերջի օրը, հա։ Վերջի Ինչի օրվա իմաստով։ համար տենց հետակ։ Իսկ դեսերտը թողնեիր վերջը։ Հաստատ, հաստատ։ Դե, էս է, ինչ անենք։ Հա, ոչինչ, ինչ անենք։ Չեն ես չի որ դժգոհ եմ, էլի բան է, ամ լսել շատ հետաքրքիր է, շատ սիրում եմ։ Շատ չէ։ Այո, տեսարանը որ իդեալական։ Հետաքրքիր է, միանշանակ կարող եմ խոստովանել, որ ես էլ կուզեի այսպեսի դեյթ։ Սկանդիպումները вообще ծիծաղալը անցնում, մի արդեն թեված։ Նայած ում հետ, ու նայած եր, նայած որտեղ, ամեն ինչ դրանից է կազմված։ Տարբեր, շատ տարբեր։ Հələ որ երկու հանդիպում ա եղել ու շատ տարբեր ա եղել։ Դստում ա դու գիտես, որ շատ տարբեր ա եղել։ Սա մտածել ես մանավանդ որ որոշել ես վերջի դեյթին հետս հանդիպել։ Ոյ, մտնում ես ինչ ես պատկերացել։ Իմ հետ զրույցը ինչպեսին կլինում, տենց անկեղծ ավելի, տենց տախուր, ավելի լաց լինելու, ավելի ծիծաղելով։ Պրոստը չեմ հասցրել այդ ամեն ինչ անում։ Դե ծիրուն շարդ կհակնես են վերջի after party-ի ժամանակ հանգիստ կորախ։ Всё, օքեյ, օքեյ։ Դե պատմի տենամ, քեզանից չեմ հարցրել ոչ մի բան համարյա, շատ քիչ ենք խոսացել, բայց շատ կուզեի խոսայի։ Դե մենք որտեղ Շատ- խոսացել, ինչքան խոսել ենք, ստեյջ դուս։ Դե մեր առօրյա вообще շատ ծիծաղալու է, էլի պրոստը անցնում, անընդհատ շուտ խնդում ենք, խորը զրույցներ չենք հասցնում ունենալ մեկս մյուսից։ Պատկերացնում ես, ավելի խորը զրույցի մեջ, դե Քեզ? Չէ, вообще, ես քեզ ոչ առանց կատակների, սենց լուրջ вообще չեմ պատկերացնում։ Չեմ պատկերացնում, որ կարաս տենց լինես։ ես միշտ ասում եմ, ուզում եմ մասնագիտությունս դերասան լինեմ, նրանք այդ մասնագիտությամբ էլի որ մասնագիտություն դերասան կյանքում օքեյ, ոչ չեմ կյանքում սիրում չօգտագործես։ բացարձակ չեմ սիրում խաղալ։ Դե ես զգացել եմ, որ կյանքում չես օգտագործում, որովհետև կարարի կյանքում օգտագործեի, շատ հետաքրքիր կլներ քո Ուղղակի համար։ այս դերասանություն անելու համար ունեմ բեմ, ունեմ փորձեր, ունեմ նկարահանման հրապարակներ, բայց այս այն չի էլի։ Ես երբ ստեղ եկել եմ ավելի շատ ինքս իմ մեջ ինչ-որ բաներ գտնելու, քան դերասանություն անելու։ Իսկ ուրիշ ինչով ես զբաղվում դերասանություն, բացի գիտեմ, որ լավ նկարիչ ես, լավ նկարում ես, տես Լուսանկարիչ, ափսոս։ շատ լավ էր նկարում։ Իսկ Իսկ քանի երեխա եք։ Քանի երեխա ունեք։ Չէ։ Երեխա։ 4 աղջիկ, չէ, 4 աղջիկ։ չէ, Յուսուսի 4 աղջիկ մի տղա է։ չէ, ընտանիքում 2 երեխա ենք, փոքր քուրիպ ունեմ։ Փոքր քույր։ Սկա։ Ինչքան փոքր։ 4 տարի, ինձնից։ 4 տարի քեզ փոքր։ Այո, այո։ Տենց առանձնահատուկ թեմաներ չունենք խոսալու, բայց մենք միշտ կադրից դուրս խոսում ենք ինչ-որ թեմաներից, ամեն ինչը հետաքրքիր է, խոսվում է, լսվում է։ Իսկ կադրում մի քիչ խառնված էինք երկուսս էլ, որովհետև շատ ցուրտ էր ուղակի։ Լավ օրվա համար չկա։ Այո, այո, այո։ Փրփրունա։ Այո, փրփրուն։ Շատ հաճելի է։ Ամեն ինչը գիտես, էլի, բարձվում այն մասին, դաժե փրփրուն գինի ես բերել։ Ես ունեմ օգնականներ բազում տեսախցիկների հետևում։ Հետո պատմի։ Սարերի հետ ոնց ես։ Սիրում եմ, բայց չեմ եղել, չեմ գնացել, չեմ մասնակցել, ասենց ասեմ, էլի։ Չես բարձրանա։ Կբարձրանա,
Կբարձրանամ սարեր, կթռնեմ պարաշուտից, դուք վախենում եմ, վախկոտեմ, բայց մեծ հաճույքով։ Շում էքշնի սիրի արես։ Այո։ Իշ կարող է։ Ինչ է։ Հենց ձուկը կտրես։ Ուզում ես։ Իհարկե։ Ոնց լի ուզում ես։ Զորո։ Այ պոչի։ Որը հատվածնս։ Պոչի հատված։ Ոչի հատվածնս։ Բայց շատ մեծ չէ, մի քիչ դեպի ինձ։ Այ, Ստեյս լավը։ Չէ, քիչ։ Հա։ Ահա։ Точнее։ Դու չես սիրում ձուկ։ Իմ համար ես պատվիրես ձուկը։ Այո, քո համար։ Հաճելի է։ Ձեր կյանքի ամենահիշվող դեյթերն է իմ կարծիքով լինելու։ Ոչ մեկ այսքան ուժու երամ չի տալիս հանդիպմանը։ Ես առաջի հերթին միշտ հարցնում եմ, ասում եմ, բոյով տղեկի բերելու եք, բոյով տղեկի բերելու եք։ Ասի եթե բոյով տղեկի չեք բերելու, ինձ մի կանչեք։ Հետո շուրեկա տեսա բոյով տղա կա։ Երկու հատ էր ճիշտ է, բայց գառնիկը մի քիչ sense կորած էր, sense։ Ասի լավ։ Չէ, ես ծմերուկ եմ ուզել։ Ձմերուկ, նախ չեմ կերել։ Այսօր եկան կուտեմ խոստում։ Նայ խոստում։ Տեղը գտել եմ։ Ծմերուկ եմ ուզել, սեղանի խաղեր ամեն ինչ Ճիշտ է, ես երեք բորշ էի ապահովում։ ուզեին, բորշն էլ էին բերել։ Շատ սիրուն տեսարանը, ափսոս մենք հեռախոսներ չենք ունեցել, չենք ունենում ու չենք ունենա, որ միջ նկարվեինք ստե։ Իմ համար դա ամենացավոտն է, որ ես Լուրջ, ես вообще չեմ հեռախոս չունենալը չէ։ Հա, բանջ։ Սիրուն տեսարաններ, պեյսաժներ, մարդիկ են, ես չեմ կարողանում նկարել։ Դες իմ ընկերների համար լիքտս պատահական ֆոտոներ եմ անում, ինձ եղած ընդ սիրուն տեղերից շատ ֆոտոներ եմ անում։ Թեթև տար ոչինչ։ Ծուր չլիներ կգցվեի կլողանայա։ Ես вообще լողանալ չգիտեմ։ Չէ, ես գիտեմ։ Ես տարի պարապել եմ։ Ինձ է պատմի։ Ես էի իմանամ էլի։ Պատմելով չէ, ցույց տալով մնա, ցույց կտամ։ Ես լողոր դինելով Չգիտեմ, քո հետ որ խոսում եմ, вообще կյանքում թե հիմա։ Չէ, կյանքում։ Հա։ Ասենք որ նստած ենք։ Ինձ միշտ թվում է շատ լուրջ է ցույց կերած։ Հիմա ես լուրջ եմ կերած։ Հիմա չեմ կարող ասեմ, բայց կյանքում հաստատ տենց է։ Չէ, մի քիչ overthinker եմ կարող ասած զուգահեռ ինչ-որ բան մտածում ու դրանից։ Նայ Ասա խնդում ենք այդ ժամանակ գնալ բացում։ Ուզում եմ խոսքը կտրեմ զգում ես։ Կտրի։ Հա։ Քո վրա չի ազդու։ Մարդիկ շատ ուժեղ ազդում են դրա համար ներվայնան։ Չէ։ Սանգիս մարդն։ Անայդ հեշտ է շփվել, խոսել, զգում եմ, որ ինքը որոշակի արժեքներ ունի, որոնք համապատասխան են ինձ ու մենք կարանք ընկերություն անենք, սկսած ինչ-որ ֆինանսական պահերով, սկսած ինչ-որ կիսվելու առումով, կարծում եմ հնարավոր է, այո։ Ինքը արդեն դառնալու է վարսավ իրար։ Իմ վերջի դեյթից հետո вообще sense պաստայանի ամեն ինչի վրա կասկածում եմ, Կյանքի վերջի դեյթը թե հաղորդման։ Հաղորդման իհարկե, կյանքումս տենց լիներ, շատ վատ կլիներ։ Շատ։ Չի եղել։ Չէ Շատ իհարկե։ վատ date չես ունեցել կյանքում, Ունեցել շատ եմ վատ իհարկե, բայց ոչ այդքան վատ, ինչքան վերջի դեյթս էր։ Դե լավ։ Քիմիայա չի աշխատել ոչ։ Այ вообще, չիմայից շատ հեռու եմ, դրա համար է եկել։ Շատ ես մաշում ջանի։ Չէ։ Սովետոր։ Կուզես էլ ձոկեք։ Լսի, հա, կուզեմ, թե չեմ ուզի։ Ոյ աստվածան հետաքրքիր հանդիպում է։ Կներեք։ Կներեք։ Բայց քո դանակով դուք խոմը։ Չէ։ Կարա իր քոնով էլ կտրիր, вообще всё равно։ Ես արդեն հեռացել եմ ես դեյթից։ Բայց շատ մեծ էր այդ մեկը, բայց պիտի կիսես։ Մեջ տեղից։ Մեջ տեղի։ Ահա, իմը կաշել։ Էսի դուժեղ էր, լսի։ Գտնվել եմ գեղեցիկ, բարձրահասակ եւ հաճելի տղամարդու հետ։ Ու էլի կրկնում եմ Սերգեյ իմ համար շատ հարազատ դեմք է, որպես շատ լավ ընկեր։ Ես շատ մեծ հաճույքով իր հետ կշարունակեմ շփումը որպես արտակարգ ընկեր։ Ոչ մի բան ավել։ Ես մի քիչ։ Երևի իմ առաջի դեյթն է, որ ես այսքան սենց վրթոված եմ, գիտես չէ։ Չէ, ուղղակի վրթոված եմ։ Շատ էի սպասում ես դեյթին, դրա համար գիտես։ Ինչ ես վշտոված։ Ну հայերեն չգիտեմ այդ բառը, нервничаю, короче, էլի։ Բայց չէ, այդ վշտովածը չի։ Բա ինչն է։ Դուք ես ռուսերեն պատասխան։ Դե լավ, ասա, нервничать եմ անում, այդ ինչա։ Նյարդերն է, սենց Հա, անհանգիստ всё, նյարդերն տենց։ զգացվում է ինձ թվում է, բայց ես ոչ մի դեյթի sense։
Հանի հետ ինչ է, տակացրու, եթե չես կարողամ գրկես գոնե։ Եթե շատ ես մրսում, խնդրեմ, վերցեմ ինչև արևը կգ։ Հետո հետա։ Ջան, Հետո հետա։ դե կարող է արևը գալիս է քեզ ահավոր շատ։ Պետք է բեռնաս կամին տանում։ Շատ լավ։ Խիեր տենց անում, բայց մի րոպե։ Ինչ։ Ինչն էր խանգարում, որ տենց էր անում։ Հաշվում եմ։ Ոյ, всё։ Այն չենք մենք սենց հարիվ աղջիկներ, նա հիմա սենց վերխը տվեց, չէ՞, всё, սիրահարվեց։ Սենց ապուշ բաներից սիրահարվում ենք։ Անկասկած Սերգեյը ջենտլմեն է, ամեն դեպքում ինքը լինի հետաքրքրված աղջիկ ինչ որ մեկով լինի հետաքրքրված թե չէ, ինքը ամեն դեպքում իրան պահում է շատ արժանի ջենտլմենի պես։ Ես դա նկատել եմ բոլոր աղջիկների հանդեպ։ Ինչ բառ կտեսնես աչքերից մեջ առաջին որ տեսնես։ Ինչ։ Աչքերից մեջ նայում եմ, ինչ բառ կտեսնես։ Ինչ բառ եմ տենում։ Ախ, այս մանիպուլյացիաները։ Ինչ բառ եմ տենում։ Բառ։ Այս մտերենք հոկեբանի մոտ այցի ոնց որ արդեն։ Ժամանակը սպառվեց պատասխան։ Զարմանք եմ տենում։ Զարմանք։ Դու Ո՞վ ես հագնես։ քամին է պատվիրել։ Ո՞վ է հագնես։ Եսը։ Սուջի եկասես։ Ահա շատ հաճելի է անցնում։ Իդեալական հանդիպում է։ Բայց կարող է, գիտես, խի չէ։ Լուրջ։ Հա, Ինչ հակարակ։ կարող է հակնեմ, կարող է դաժե պահեմ ինձ հիշատակ Ավելի քեզանից։ Հələ։ Կարամ։ Հա։ Հաստատ։ Այ, աստված, sense խաղաքարտերը չեն բացում, Աննա ջան, հավանել ես հասկացանք, չտեղ թող կոտորի իրան։ Ջղայնանում եմ անկեղծ։ Շատ եմ սիրում մի քիչ մտածեմ։ Դու քեզ ավելի շատ սիրեմ, քան այդ վերխը, որ ասես թողնեմ քեզ էլի։ Քծի բելի։ Եղածը մոտ վերխա։ Մենք Մեզ հաջողություն, կյանքում։ այո։ Եկեք այս նոտայի վրա էլ ավարտենք ձեր ժամադրությունը։ Շնորհակալություն հայտնենք շատ հետաքրքիր դեյթի համար։ Սերգեյին 6-ը տվել եմ ոչ թե ասենք իր հանդեպ սիրահարվածության զգացմունք ունենալ, ոչ, ինքը իմ համար շատ հաճելի է։ Տեսքից իհարկե, երբ որ ես իրան տեսա, ամենագեղեցիկը իմ համար Սերգեյն էր, բայց շփվելով Սերգեյի հետ ես հասկանում եմ, որ ինքը իմ համար կարա արտակարգ ընկեր լինի, որովհետև իմ կարծիքով ես իրան համապատասխան աղջիկ չեմ, մի քիչ ուրիշ ստիլի, ուրիշ պահվածքի աղջիկ եմ, մի քիչ ավելի կանացի աղջիկ է իրան համապատասխանում իմ կարծիքով, բայց ես մեծ հաճույքով իր հետ կլինեմ լավ ընկեր։ Ինքը ընդհանրապես դերասանություններ չարեց մեր դեյթի ժամանակ, սա միակ դեպքն էր, որ ես գնահատեցի մարդուն դեյթից։ То есть ես շատ ուժեղ դերասանական խաղ էի սպասում ամբողջ օրը իրանից, առավոտվանից մինչև վերջը դեյթի, բայց ինքը ինչպիսին կար այս բոլոր օրերը, նույն ձև իրան պահեց իմ հետ դեյթի ժամանակ, ու ես շատ հիացած եմ իրանով, որ ինքը կարա լավ դերասան լինի, բայց չեղավ։ Ինքը ուղղակի եղավ այնպիսին, ինչպիսին ինքը կա ու դրա հաշվին ինքը ստացավ 6-ը, որը ես պահել էի Գառնիկի համար, որը երեք շատ լավ դերասանական խաղ ունեցավ իմ աչքի դեմ։ Իմ տված գնահատականը ինչ որ ասես թեթև ցրտի պատճառով առաջացած թեթև անհասկանալի իրավիճակից ես սխալ sense էներգիա եմ ստացել ու այդ ազդել է իմ տված գնահատականի վրա, բայց գնահատականը ամենաբարձր գնահատականից ընդամենը 5 միավորով է պատկասում։ Իրականում ես ուզում եմ նայել քո աչքերի մեջ ու ասել, որ եթե ես հաղթեմ, մենք 1 միլիոնի կգնանք դեյթի իրար հետ կներես։ Այս մեկը ամենա շատ չգիտես ում տաս էլի ես չեմ կարող նույնիսկ հիմա արտահայտվել չգիտես ում տաս ու ես երևի հիմա վատնեցի մեկը մտածելով նույնիսկ որ դե մեկի ու երկուսի միջև տարբերությունը ընդամենը 1 միավոր է երկուսի շատ մոտ են էլի միավորները երբ մենք 20 բալանոց համակարգով չեն գնահատում որ գնահատենք 5 8 15 20 շատ մոտ են գնահատականները երբ ընդհանուր թվերը գումարում ես
50-ից 100 այդ սահմաններում է հասնում ու ես հույս ունեմ այս մեծ ազդեցություն չի ունենա իր հաջողությունների վրա բայց ես նույնիսկ երևի մեկ միավորը տվեցի իրեն այն պատճառով որ մյուսներին իրեն ավելի sense տաղավարի կարամ այդ մեկը տամ ասում են ինգերս կներես քեզ եմ տվել քան օրինակ մեկ տալուց մյուս 3 մասնակիցներին որոնց դեյթերը դեռևս արժևում են իրանց մեկ տալուց երևի ավելի վատ կզգայի քան իրեն էլի որ հետո նույնիսկ նայենք կասեմ ինգերս ոչինչ չունի Տոմ, գիտես չէ, մինչև տե գալը քեզ այդքան ասեցի, որ դու այն մարդն ես, ում հետ ես պլանավորել էի, ուզում էի, որ ամենավերջինը լիներ այդ դեյթը։ Դու ստեղ ըստ ինձ մեր սիրասուն տղեկի մեծամասնության հետ կապ չունեցող մարդ ես, այսինքն ստեղ քեզ զույգ կոպիտ ասած չի կարա լինի։ Այդ չգիտեմ ոնց ուզում ես կարած հասկանաս ու իմ անկեղծությունը խնդրում եմ քեզ թող չվախացնի։ Ես դա ընդունում եմ որպես կոմպլիմենտ։ Սա արդեն երրորդ դեյթն է, որ ես հետևում եմ Վարդանին տարբեր աղջիկների հետ ու կարող եմ մի ընդհանրություն ասել, որ նրա մոտեցումը սկսում է հոգեբանական վերլուծությամբ։ Հարցը, որ ես ուզում եմ քեզ տամ անկեղծ, այդ գիտես որն է, որ դու դաժե դու թանկարժեք հեռախոս ես օգտագործում, բայց դու դաժե չխոլ քեյս չես դնում այդ հեռախոսի վրա։ Որովհետև այտենց մարդիկ հիմնականում պոֆիգիստական մի քիչ բան ունեն, էլի, որ իրանց համար մեկ է ամեն ինչ, որտեվ իրանք կարան նորը ստեղծեն։ Ես այտենց բան քո մեջ նկատել եմ, ու ինձ թվում է այս պրոյեկտում դու ուղղակի եկել ես այս պրոյեկտ, որ քո կայֆը վայել ես ստանաս, գնաս ինչ բան ասել, էլի, այսինքն քեզ դժ այդ 20 միլիոն, 10 միլիոն, դա չի հետաքրքրում։ Նախ քեյսի հետ կապված ոչ թե պոֆիգիստական, մի քիչ սխալ է հնչում, որտեվ ես եմ ստեղծում իմ ամեն ինչը, ես դրանց արժեքը շատ լավ գիտեմ, ավելի շատ այն միտումով, որ ես ուզում եմ դա վայելեմ։ Հասկացար, այսինքն եթե ես ունեցել եմ քեյսով հեռախոսներ դողացել եմ վրան, երբ որ ես սովորել եմ քո ասած ստեղծել, ու նաև ժամանակի ընթացքում հասկացել եմ, որ եթե հիմա չվայելես, կարող այդ պահը էլ չունենաս, ես իրան վայելում եմ հիմա ու այսօր։ Քանի որ պրոյեկտը ինքը սիրո մասին է, չես կարա բացառես այդ սեր ասված այս պրոյեկտի մեջ, ես ուզում եմ գիտես ոնց ես քեզ նայելով չեմ կարա դաժե ոչ ինձ, ոչ մեկին չեմ կարա պատկերացնեմ քո կողքը, որտեվ քո կողքը չգիտեմ ինչ մի հատ պերսոնաժ պետքա լինի, որ դու ենթարկվել, չպետք է ենթարկվել, հասկանում ես, որ քեզ դու իրան լրիվ ձեր հավասարությունը լինի, հասկանում ես, այդ 50-50-ը լինի։ Ես պատկերացնում եմ, այս հաղորդումը նայեն իմ ընկերները, ովքեր միաձայն նույն բանն են ասում։ Հիմա ես ուզում եմ մի հատ շատ կարևոր հարց եմ մատ ուզում քեզ տամ, դու քո կողքի տղամարդուն ոնց ես պատկերացնում, ինձ իլուր տանջում է այդ հարցը։ Հարուստ, առատաձեռն, ճամփորդել սիրող։ Նախորդ հարցինի պատասխան, որ իմաստը հասկանալի լինի, վերջացնեմ ու անցնեմ հաջորդ հարցին։ Պրիմիտիվ, նույնիսկ պրիմիտիվ առօրյա կենցաղային հարցերում, այն որ տենց մազիկներդ պուպուշ սարքում ես, չգիտեմ, մեյքափ ես անում եւ այլն, յուբկա ես հագնում, կապլուկ ես հագնում, հա, ինչն է որ քեզ թեթևություն է տալիս, թիթեռնիկություն եւ այլն եւ այլն։ Կարող է առօրյայում ինձ տեսնել մեկ տենց, բայց այդ հոգեվիճակը չկար ու ոչ էլ ցանկություն կար արհեստական այդ ամեն ինչը ստեղծելու, որ գոնե տրամադրության վրա ազդեր։ Այս հաղորդման շրջանակներում հասկացա, որ ես դա կստանամ։ Այսինքն այդ հաճույքը կվերցնես։ Այո, դրա համար էդ էլ է ճիշտ նկատել, որ հետաքրքրության համար նաև ինչ կլինի։ Քո ներսում կա մի հատ sense փոքր մի հատ մարդուկ, այո, պետքա սիրեն, փայփայեն, sense պահեն իրանց կողքին ու լավ վերաբերմունք ցույց տան, որ այդ նույն ուժեղ պերսոնաժը ավելի ուժեղանա, այսինքն քո հետ ով շփվում է, այդ ներսի փոքրի մարդուկին չի նկատում, հասկանում ես, նկատում է մենակ Տոմային, որ Տոման ահա որ ինտելեկտով հարուստ մարդ է, ով ունի անցած կյանքի շատ sense փորձ, ես տենում եմ էդի քո աչքերի մեջից պատկերացնում ես, բայց այդ ներքին այդ քո փխրուն
Փխրուն տոմային, կոպիտ ասած, ես դաժե գիտես ինչ եմ վստահ, որ դու լացած երևի ինչ որ մեկի մոտ չկաս, որովհետև դու մտածում ես դու լացես օրինակ քո ընկերուհիների մոտ, թող ներեն ինձ քո ընկերուհիները իհարկե, բայց ըստ ինձ այդ արդյունքը որ տենան դու կարաս մտածես իմ արդյունքներից կարա ինչ որ իրանցից մեկը ուրախանա ու դու օրինակ ինչ որ մեկը կարա դրանից ուրախանա, կարա ընկերուհի չլինի։ Թուլության նշանա որ տոման թուլացել է, բայց դու տոման երբեք դու այն ֆիգուրն ես, որ չես ցույց տա որ դու երբեք թուլացել ես, հասկանում ես։ Դու հավատում ես, որ իրանք տեսնեն, որ ես հուզվում եմ, իրանք կուրախանան, որ ես թուլացել եմ, պատկերացրիր ինչ եմ ասում։ Այսինքն դու շատ ճիշտ ես նկատել այդ այնքան հազվադեպ հանդիպող երևույթը, գրեթե չհանդիպող, ու այդ քո ասած նախ շատ խորը, այն որ ասում կպար։ Ես այսպես ասեմ, այս դեյթը կարող եմ բնութագրել որպես հոգեդեյթ, հոգեբանական դեյթ։ Դե մենք ընկերներ ենք կարելի ասել արդեն անընդհատ պրոյեկտ նկարանից դուրս մենք շփվում ենք սաղս իրար հետ, գաղտնիք չի էլի, որ ես իմ հորը կորցրել եմ ու ոնց որ եթե օրինակ եթե այդ դժբախտությունը չլներ իմ հետ, ես այդ հարցը քեզ ուզում եմ կարար նենց լիներ օրինակի համար, որ ես հիմա չլնեի այն ինչը որ կամ ու այն մտածելակերպը չունենայի, ինչը որ հիմա ունեմ, ինձ թվում է այս կյանքում ինչը որ պետքա լինի, լինելու է։ Ոչ մեկս ապահովագրված չենք։ Այսինքն երբ որ դու 9 տարեկանում կորցնում ես քո հորը ու 12 տարեկանից աշխատում ես, ու տենում ես այդ բարդությունները, այդ Ոშան, որ դու տենում ես, որ դու արդեն այն ինչն ժամանակ կարայիր ունենայիր, հիմա էլ չես կարա ունենաս, դու պետք է ինքդ այդ ամեն ինչը հենց անես, որ ստեղծես, ոնց որ մի քիչ արդեն դու չես կարա, ինձ որ ասում են քանի տարեկան ես, ես որ ասում եմ 23, բայց իրականում իմ հոգեվիճակը ոնց որ մի 35-40 տարեկանի հոգեվիճակ լինի, որովհետև ես 33-ի օրինակի համար, բայց նայ տոմ անկեղծ եմ ասում, ես իմ այդ դժվարությունները արդեն սիրում եմ, այսինքն մի հատ հարց կարելի է, ինձ թվում է այդ ամեն ինչը կլինի քո խոսքի շարունակությունը, ինչ որ ուզում էիր ասել, եթե չէ հետո կշարունակես։ Ինչը կուզեիր փոխեիր, եթե հետ գնայիր, ինչը կուզեիր ուրիշ լիներ, մենք հիմնականում տենց խորանում ենք ու ասում ենք ոչինչ չենք փոխի, որ մենք լինենք նույն մարդը, այդ գիտեմ, բայց մի հատ շատ անկեղծ քեզ հարց տուր հիմա, որ մի հատ է սլոյը մաքրի, ինչը կփոխեիր, ու մի մտածի, որ դու չես ունենա այդ հնարավորությունը փոխելու, պատկերացրու դու կարաս ամեն ինչը կփոխեիր։ Լսի, ես միշտ այդ հարցը մտածելուց, ես մտածել եմ այդ ինքսի մեջ, ինչ կարայի փոխեի ես գիտես միշտ ինչ եմ մտածել, որ էլի է պապայիս հետ կապված է, որ հիշում եմ վերջին անգամ իրան ոնց հաջող արեցի, ես դա շատ լավ եմ էլի հիշում, որ ինքը պետք է գնար նստեր լիֆտ, ես մտածում եմ, եթե կարողանայի ժամանակը հետ տա, ես նենց կանեի, որ այդ լիֆտը փչանար կամ ոսկին այնց անեի, լիֆտ չնստեր, պատկերացրիր, մենակ այդ կփոխեի, բայց դե ասում եմ, բայց դե ոնց կա տենց ա եղել, ես էլ չեմ կարա, ասում եմ, ժամանակ գիտությունը այնքան զարգացել է, բայց միջև ես գիտես ոնց ուզում եմ մի պահ գոնե, ես չեմ ասում իրան հետ բերեմ, ես ուզում եմ գոնե մի ժամով, սենց կես ժամով, սենց թող նկարան էլի հարց չկա, կես ժամով ես կուզեի մի հատ ինքը ինձ սենց տենար ու ես իր այդ խոսայի, ասեի ես ինչերի եմ հասել ու ինքը ինչա մտածում կամ ինքը դրա մասին գիտի թե չգիտի։ Ոնց որ մենակ այդ կուզեմ ես այս կյանքից իմ թե իմ կաստինգի, իմ թե անձնական հարցազրույցի ընթացքում, որ ինձ ասացին գումարը ինչի համար է այդ գումարը, դու իմ հարցազրույցները կնայես ավելի խորը կտենաս, էլի ես քեզ սենց ասեմ, մենք միշտ իմ մաման տվել է տան վարձ ու ես ոնց որ էլի հիմա բավականին լավ է, որ աշխատում եմ այդ ամեն ինչը կարում եմ ապահովում, բայց ես ուզում եմ մի հատ նենց բան անեմ, որ իմ մամայի համար անկյուն ստեղծեմ, հասկանում ես, որ ինքը ունենա, որ ինքը հանգիստ, որ հանգիստ ասի ես всё էդ էլ ունեցա ու ես հանգիստ իմ համար ապրեմ, պատկերացրիր։ Ես չեմ ուզում, որ ինքը միշտ կապ չունի, որ ինքը վարձ չի տալի, ես այդ սաղը ապահովում եմ, մենք դուսը չենք, մենք շատ լավ ուտում ենք, շատ լավ հագնվում ենք, բայց էդի այն բանն է, որ ես ուզում եմ այդ թուղթը տամ իր ձեռը, ասեմ մամ, էսի քո տունն է, էսի մեր տունն է արդեն, պատկերացրիր, մենք էլ տան վարձ չենք տալու։ Դու կենտրոնանում ես դրա վրա, իմ փորձից եմ ասում, ու մոռանում ես ընթացիկ ապրելը։
դու մոռանում ես վայելել քո այն ամեն ինչ, որ քո այս տարիքում կարաս ունենաս այսօր ու հիմա։ Իսկ ժամանակը նենց բան է, որ ինքը մենակ գնում է։ Մինչև պրոյեկտը ես իմ տետրի վրա գրել եմ, ես ունեմ տետր։ Սառնարանի վրա Սառնարանի վրա չէ, նենց լավ աշխատում եմ փորձից եմ։ Տետր ունեմ, որ օրինակ այդ տետրի վրա գրած է 2030 թվականը, որ այդ 2030 թվականին ես ունենալու եմ այդ ամեն ինչը։ Դրա համար ես քեզ ասեցի 5, 6, 7, 8 տարուց պատկերացնում ես։ Գիտես չէ, այդ վրաստի սառնարան, ուրեմն նոր տարուն մի երևի մոտ 10 տարի առաջ էր, մաման բերեց, մամայիս կարոտել եմ, մաման բերեց, թերթիկներ տվեց ինձ ու եղբայրներիս, ասեց ժելանյա ենք գրում, փոխցնում ենք սառնանին, մաման էլ տենց առիթները շատ է սիրում, նոր տարի, սալյուտ, ոգևորված եւ այլն, որ ինքը դա շատ է սիրում, ավտոմատ ես էլ եմ սկսում սիրել, բայց ոնց որ իրա սիրելով եմ այդ ամեն ինչը սիրում, իրա աչքերով եմ սիրում, ոչ թե ես, այլ այդ ամեն ինչը իրա աչքերով, իրա խաթր ինչ որ միտեղ։ Ու այն որ ասեց, բայց այն որ մտածելով գրեք, էլի ոչ թե անկապ գրեք, ես շատ դժվարությամբ, այն որ այդ պահին դու կարճ էլի բան ես մտածում, ասում ես շուտ լինի, հիմա լինի։ Երկարաժամկետ, բայց ես ինչ գրել եմ, ինչ ցանկացել եմ իմ կյանքում, ես ամեն ինչ ունեմ, բացի մի բանից, որը Փառք Աստծո, իրաժամ ընտանիքը։ Բարթան, մի հատ խորհուրդ տամ, Տոման խոսում է հիմա ընտանիքից, ասում ամեն ինչ ունեմ բացի ընտանիքից։ Հենց հիմա երգի իմ երգը։ Will you marry me? Արա այդ առաջարկը։ Նա ինչ ընտիր աղջիկը։ Իմացի ես ուզում աղթում եմ քեզ, որ դու քո բոլոր բարը ձեզ։ Լավ եք։ Մերսի։ Դե ձերքով արեք, ձեզ նկարում են։ Մոնգ 3-ին Մոնգ 3-ը անունը։ Շուտով կլինի եթերում։ Դուք հիմա որ մեզ նայում եք, մի մոռացեք սեղմել զանգակին, որպեսզի միշտ ստանաք ծանոթությունները, թե երբ է մեր նոր էպիզոդը հայտնվելու եթերում, ու առասարակ այն ամեն ինչ, որ առաջարկում է Մոնգ 3-ը։ Ես գիտեի, որ լավ մարդկանց հանդիպելու դեպքում, թիմային լինելու դեպքում, մենք լիքը լավ ընկերներ ենք ձեռք բերելու ու այդ մենակ պլյուս է լինելու, սենց ասեմ։ Այդքան է։ Դու իմացի, որ այն կանանց դասին ես պատկանում, ով միշտ առաջատար է։ Դու միշտ առաջին ես ամեն ինչում, ինձ թվում է։ Դե այդ կապակցությամբ, չէ, այն ոչ մի րոպե։ Հա, մի րոպե, սենց։ Վարդանին տվել եմ ամենաբարձր գնահատականը, որովհետև որոշել էի, որ առաջնորդվելու եմ պահով եւ կախված ոնց կընթանա, դրանով որոշումս կկայացնեմ, իսկ ես դեպքում իմ որոշման վրա ազդեց այն փաստը, որ ինքը ունի նպատակ։ Ունի այնպիսի նպատակ, որը կարծում եմ մինչ այս լսած իմ տարբերակներից ամենաարժանին է։ Ես Տոմային, նույնք Թամարային գնահատել եմ այսօր 1, բայց այդ 1-ը չի վերաբերվում իր Տամ չի վերաբերվում այդ քո վիզուալ տեսքին, չի վերաբերվում այդ քո մարդկային արժեքներին, դա ուրիշ վերաբերմունք նկատի ունեմ ես քո հանդեպ, խնդրում եմ այդ 1-ին նայես լրիվ այլ տեսանկյունից։ Նույնիսկ եթե Վարդանը ինձ 1 գնահատած լինի, դա չի փոխում իմ դեպքում ոչինչ, բացարձակ։ Ասա, բայց որ հետաքրքիր օր է։ Հա? Ո՞յ, Օհ, սկսեց։ Ապրես։ Սենց ենք պլանավորել ճիշտն ասած, բայց... Որ ցուրտ կլներ։ Հա։ Հա, ոչինչ։ Բայց սենց էլ էլի պատահում, ուսում ցուրտում ես, այլ ճիշտ վստահ եմ, որ ցուրտումը չի խանգարի, ստեղծել ջերմ
Միջավայր, Միջնավայր։ շատ սիրուն ասացիր ապրել։ Ախ, այս կտերը։ Երբեմն կյանքում ինչ որ կարող է նաև եղանակի տեսքով լինի, ինչ որ հանգամանքներ լինում, որ խանգարեն, չէ, կոնկրետ ինչ որ գործողությունից, որ անելու ես, բայց այդ արդեն քո համառությունից է կախված, թե դու կպայքարես դրա դեմ, թե կթողնես սիտուացիան ոնց որ կա։ Դե կյանքում էլ է, չէ՞, տես։ Հարաբերությունների մեջ էլ տենց որ միշտ հիմնականում խոչընդոտներ են լինում, խանգարող հանգամանքներ են լինում, բայց այս ժամանակ հաղթում է սերը, համբերությունը, չգիտեմ։ Կամ է ընտրում ես էլի պայքարես, թե ամեն ինչ թողես նենց ոնց որ կա։ Համաձայն կոյդ։ Սկսել ենք պայքարից։ Ես ձեզ ասում եմ 6-ի հոտ եմ առնում։ Դու պայքարում ես։ Պայքարող տեսակ ես։ Ну, ես սիրող եմ, սիրողն էլ պետք է լինի պայքարող։ Ինձ տենց է թվում։ Սիրող ես։ Այսինքն այդ ինչ նկատում ես։ Այսինքն ինձ թվում է ես սիրել գիտեմ։ Իսկ սիրող մարդը պետք է պայքարող լինի, էլի։ Չգիտեմ։ Ինձ տենց է թվում։ Դե Դու ոնց ես կարծում։ Մյուս տենց Դու պայքարող ես։ Ապա։ Եթե սիրեմ իհարկե, անպայման կպայքարեմ։ Շատ սիրուն է։ Շատ սիրուն տեսարան է։ Սպուչուր սենց նավակներն էլ վապշեն, սենց չէ, բանանում։ Շատ ռոմանտիկ է։ Ես ընդհանրապես ռոմանտիկ մարդ չեմ իրականում, բայց քո հետ ավտոմատ ռոմանտիկ եմ դառնում։ Այդ կարաս ասես ինչից է։ Ճիշտն է, ես չգիտեմ ինչից է։ Խի ենք մենք սա ցերտ հավատում ձեզ, ասեն, կոնկրետ էփել է։ Ես էլ տենց ոնց որ տենց շատ ռոմանտիկ հանդիպումներ իմ կյանքում չեմ ունեցել։ Չէ։ Մի բան ասեմ, մեզ Արմանը շատ խելոք տիպներ է, բայց շատ մուսիկն է։ Իմ մոտ ռոմանտիկան մենակ արտացոլվում է, չգիտեմ, երգերով։ Հա։ Տենց գրելով կոնկրետ, ինչ-որ տենց բանով, բայց տենց կոնկրետ ռոմանտիկ տենց հանդիպումներ տենց բան, այդքան շատ չեմ ունեցել։ Կոնկրետ վեցերը հավաքելով գնում է, ես չգիտեմ ոնց անում, եթե ստղա լինեի կգայի դասեր իր մոտ։ Իսկ սիրո մասին գրում ես դու երգեր։ Ես հենց սիրո մասին եմ գրում, պրոստը բան, ավելի կոտրված էր։ Ինչու՞։ Կոտրված է քո սիրտը արդյոք։ Հիմնականում մոտավորապես 80%-ը ֆանտազիա լինում, Ստեղծագործում ես այսինքն։ բայց այդ 20%-ն էլ կյանքից տենց ինչ-որ դրվագներ, որ ես եմ զգացել կամ Որ հիշում ես, հա։ տեսնում, որ կողքից մարդիկ են զգացել։ Իմ սպասումները արդարացրեց Արմանը։ Իմ համար շատ կարևոր է մարդու անկեղծությունը, իսկ ինձ թվում է, որ ինքը անկեղծ է, դրա մասին վկայում են նաև իր աչքերը։ Ոնց է, չէ, որ միշտ հիմնականում բանն անում։ Մեղադրում են տղամարդկանց, չէ, երգերի մեջ հիմնականում։ Հա, ճիշտ ես ասում, չէ, մտածել եմ։ Կոտրված սիրո մասին, իսկ ես հակառակն եմ փորձում անել։ Այսինքն դու մեղադրում ես կան, հա։ Ոչ թե մեղադրում եմ, այս զուտ ոնց որ աղջիկներին ուզում եմ ցույց տամ, ոնց որ լսողներին լոգեր, որ տղեն էլ ունի զգացմունքներ, տղեն էլ կարող լինի էմոցիոնալ, ու ոնց տանջվում աղջիկ ինչ որ բաժանումից հետո կամ չգիտեմ, նույնիսկ ոնց որ տղեն է, էլի։ Ինձ թվում է տանջվել պետք չի, որտեվ հարաբերությունները ընտրություն է, դու ընտրում ես լինել այդ մարդու հետ կամ չլինել։ Իսկ եթե այդ մարդը քեզ տանջում է կամ ինչ-որ սիտուացիաներ կա իր հետ կապված, որոնք քեզ տանջում են, այդ դու ուղղակի պետք է ընտրես տեղ լինես, թե չէ, ինձ թվում է տանջվելը շատ ավելի շատ դեռահասական ինչ-որ բան է, էլի, տանջվել գոյություն չունի իրականում, քո ընտրությունն է դա պարզապես։ Դե բայց գոյությունը նաև դավաճանություն ասված։ Դե դավաճանության պարագայում է դու որոշում ես մնաս այդտեղ թե առաջ քայլես։ Առաջ քայլում ես, բայց ինքը միշտ հետ կթողում։ Ոչ թե հետ կա թողնում, ավելի շատ ինձ թվում է իմ տեսանկյունն եմ ասում ես։ Ավելի շատ ինքը քեզ ոնց որ դաս է տալիս, որ որոշակի սիտուացիաներում դու եւս կարողանաս քեզ դրսևորել։ Այս է ժամադրություն է, գոնե խոսում են ժամադրության թեմաներով։ Ինքը քեզ սովորեցնում է։ Դե։ Կյանքը ապրել է սովորեցնում այդ սիտուացիան նույնիսկ, որը տհաճ կարող է լինել, ցավոտ կարող է լինել, բայց շատ հետո դու հասկանում ես, թե ինչի նման բաներ տեղի ունեցավ ու դու որտեղ պետքա քո վրա աշխատես ու իրականում երբ որ շարունակում ես ապրել կյանքդ առանց այդ տեսակ սիտուացիաների, որ դու հրաժարվում ես, հետո դու ինքդ քեզ ես գտնում, վերագտնում ես։ Ու այդ ավելի թանկ է, քան այն
տանջալից զգացողությունները, որի մեջ չարժե մնալ։ Պետք է միշտ առաջ շարժվել։ Ընդհանրապես ես կարծում եմ, որ կյանքը շատ սիրուն բան է, ու դու չգիտես այդ ինչքան կլինի, ինչքան կտևի, ու դու ընտրում ես էլի այդ կյանքդ ոնց ապրես, ուրախ թե տխուր, օբսոս չի այդ կյանքը, որ տխուր ապրես։ Դե, արի խմենք, համել կտա կանանք։ За любовь. За любовь и за приятные чувства։ Դա ոնց ասես։ Իրականում սիրել եմ, չեմ ասի ում անուն բնականաբար չեմ տա, չեմ ասի որ տարիքում, իրոք սիրել եմ, պրոստը ես եղել եմ դավաճանված, դրա համար միշտ եմ, որ ես իմ սիրտը անվանում եմ iceberg կոնկրետ, ու հիմա ճիշտ ասած երգ եմ պատրաստում հենց այդ առիթով, դրա համար մի քիչ վստահությունը այդքան չկա էլի, այս բոլոր այդ ջերմը ես անկեղծ եմ ինձ ցույց եմ տալիս, բայց բոլորին այդքան շուտ մոտ չեմ կարող թողեմ, էլի։ Էլի մաքսիմալ անում եմ, մաքսիմալ թողում եմ ինձ կոմֆորտա իրանց հետ, հուսով եմ իրանց էլ իմ հետ։ Բայց չգիտեմ եմ sense լուրջ հարաբերությունների բաղով, պետք է ահա որ շատ ճանաչեմ մարդուն, չգիտեմ։ Համով գինի է։ Կարելի է մի հատ երգ սարքել իրար հետ երգել, ինչ ես կարծում։ Հաշտա դու լեշ երգում։ Ինչ ժանրի մեջ է կոնը։ Տարբեր։ Համ ռոք խումբ եմ ունեցել մի կտոր ռեփ կարդացիր։ Հա, բայց ռոք խումբ եմ ունեցել ժամանակին։ Տենց ավելի շատ կլասիկ ռոք կալա, մի քիչ փոփ հետը խառնած, շատ ռոմանտիկ ժանր էր։ Հետո արդեն հասկացեցի ռեփ երգել, ինչու ոչ։ Շատերը չեն մտածում, որ ես կարող եմ ռեփ կարդամ, ես շորիկներով ելնում ռեփ եմ կարդում, բայց հա։ Հա, բայց շատ լավ էր կարդում են։ Ապրես։ Կարող չփան սարքենք սիրում հետագայում չես կարծում։ Բայց այս անգամ կլինի։ Բայց անգամ ոչ թե կոտրված, այ ստեղծվող։ Հա։ Կարանք անենք։ Ես ում հասկանամ, Արմանը ոնց հասցնում, տենց 24-7 ժամով աշխատի գրաֆիկով ու բոլոր աղջիկներին հասցնի ինչ-որ մի հատ կետի, որանք այս հենց են նստում հանդիպման։ Ես ցուրտ ուզում եմ ես կոտրի, բայց Ես առաջարկում եմ բարենք։ Բարենք։ Ինչ է, որ համ կտական եմ։ Դավայ։ Գիրալ ռիվել։ Հա, դե ինչ անենք։ Ինչ եք բարելու։ Ոնց որ ցուրտ ուզում եմ ես դեմ գնամ, ինքը Մենք է ծրտին։ Մենք է ծրտին ենք դեմ գնում։ Ինչ է, Արի։ Կանք դժ երկենք։ Ինչ երկենք։ Կարանք ռեփ կարդ։ Դե երգի, Նախշուն ջան։ Es la historia de un amor como no hay otro igual. Լիժնի բոյ։ Que me hizo comprender todo el bien, todo el mal que le dio luz a mi vida. Նայեք ոնց է սիրահարվում դանդաղ, սենց էշ ենք մենք, սենց էշ։ Después, ay, qué vida tan oscura, sin tu amor no viviré. Չես ռոմանտիկան։ Շատ սիրուներ ապրես։ Դու էլ։ Մեկը չկա ստեղ գազի un amore, ես նստել եմ հովին, զովին, թարմը, շարմը։ Ասոր տակացակ մի քիչ։ Շատ սիրուն ձայնում ես իրականում։ Ապրես շատ։ Այդ ինչ լեզվով ես երգում։ Իսպաներեն։ Կսովորեցնես ինձ իսպաներեն մի քիչ։ Մեծիով։ Շատ սիրուն էր իրականում, շատ կինոյի կադր էր լրիվ ու ես կյանքում երբեք այդպես սիրուն դեյթ չէի ունեցել ու ռոմանտիկ մարդ չեմ ու իմ կյանքում երբեք չէի պատկերացնում որ Սևանի ափին երբևէ այսպիսի ռոմանտիկ ընթրիք կունենամ յո բայց դա էլ եղավ Չէի տեսան նպուլատներ կդրած գնացի պես Լուրջ եմ ասում չէի տեսես Էս էլ է էլի պայքարի ձև ցրտի դեմ մենք պայման պայքարելու ենք Ապրի Արմանը Չէի տեսեք, հեզանով էի տարվեջ, ոգիր Օհո Գարնիկի պես Ապրես Ահացը Ապրես Դու էլ Ոնց որ ամեն ինչ անում ենք, պայքարում ենք ցրտի դեմ Սա պայքար է, որպեսի ինչ Որպեսի մենք
հաղթենք այս չարցրտին։ Այս չարցրտն է։ Նայում եմ մարամուտ է սկսում։ Առաջարկում եմ խմել կեն մարդկանց կենացը, ովքեր իրոք գիտեն սիրել։ Շատ սիրուն կենացը։ Որովհետև հիմնականում ու մեծամասամբ մարդիկ վախում են նրանից։ Հարաբերություններ սկսելուց, չգիտեմ։ Այդ ոնց որ ինչ-որ մոտ ֆոբիա է ձևակերպվում։ Ստեղծում ինչ-որ մարդկանց մեջ հարաբերություններ ստեղծել կամ սկսել։ Մարդիկ վախում են ասելուց, որովհետև սուտը շատ է էլի դարել, անկեղծությունը մի քիչ շատ քիչ է հիմա մեր դարում։ Դրա համար Խմենք ինչի կենացը։ խմենք այն մարդկանց կենացը, ովքեր գիտեն սիրել։ Այո։ Շատ լավ անցավ, ես ահավոր տպավորված եմ, սենց չէի պլանավորել, ճիշտ է մի քիչ ցուրտը մեզ խանգարում էր, ավելի հանգիստ, բայց ցուրտն էլ որ չլներ, այդքան ջերմությունը իմ կարծիքով չենք կարող ապահովեինք էլի ավելի շատ, որովհետև ցուրտը ոնց որ մոտիվացիա էր ավելի տաքացնելու կտրուկ գործողությունների էլի դրա համար։ Օրինակ բարելու, չգիտեմ, այդքան չափից շատ խմելու։ Բարեցինք մնաց երկելը, ափսոս ցուրտ է, թե չկարելի էր երկել մետ։ Արի երկենք։ Այ բարամ ցես չխանգարեցես ցուրտը որ բարեք կերքեք էլ ինչ ասես կանեք։ Ինչ ռեփ կա, որ երկուսը կարդում ենք։ Բաներից։ Հին։ As I walk through the valley of the shadow of death, I take a look in my life and realize. Ես Eminem գիտեմ մի քիչ։ Давай. Saturday to Sunday, Monday through Sunday, yo. Maybe I love you one day. Հետո? Maybe we'll someday grow. Հետո? No. I can be a Superman. Yeah. Can be a Superman. Օրինակ ես բան եմ արել, ռեպը կոնկրետ Թուփակով եմ սկսել սիրել։ Ես չեմ հիշում։ Առաջին Հայկական երկը- ռեպել եմ սիրում, եթե ինչ։ Հայկական այդքան չեմ լսում։ Անկեղծ։ Ունենք մենք լավ արտիստներ, այ։ Ունենք։ Առաջին ռեպը, որ ես լսել եմ, ելա Թուփակի Hit 'em Up-ը։ Հա։ Իսկ մտածում էի, որ դեյթի ժամանակ նստած ռեպից խոսալու մենակ։ Հազիվ միս։ Նամյոկ եմ անում էլի, որ հերիկա ռեպից խոսած։ Տենց է, մի հատ ոտով խփեիր էլի։ Տակից դե բզեիր քեզ։ Շուխուրան։ Արիելի փոխենք ռոմանտիկա։ Փոխենք ռոմանտիկա էլի, հեսա սկսել են էլի ապարել։ Ոս առանց ակնոց գույները լրիվ ուրիշ է։ Ոնց ավելա։ Ավելի սիրուն է։ Հանիչ բարդագույն ակնոցները։ Ես հանեցի վարդագույն ակնոցները, բայց ֆիլտրը չփոխվեց։ Դու էլի նույն գույների մեջ ես։ Ավես լուրջ եմ ասում, հետևի մասից։ Ամպերը ռոզովի սիրենովի։ Ուրա։ Սազում եմ ամպերի հետ։ Ամպես։ Արմանին այսօր սկսեցի համակրել ճիշտն ասած, անսպասելի է, որովհետև ես չէի կարծում, որ ես ինչ-որ մեկին ունակ եմ համակրել, սակայն Արմանը այսօր կարողացավ շարժել իմ հետաքրքրությունը։ Շատ դժվարանում եմ ասել, որ այս համակրանքը գուցե պինդ էմոցիա է ու ինքը շարունակական բնույթ կկրի, բայց համենայն դեպս այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ մենք շատ ընդհանուր թեմաներ ունենք եւ ընդհանուր էներգետիկ առումով շատ նման ենք իրար ու առաջին հերթին կնշեմ իր անկեղծությունը, որտեվ իմ համար այդ ամենակարևորն է մարդու մեջ։ Ծարի խմենք զուտ։ Հորիզոնների կենաց մեր կյանքի։ Կյանքի հորիզոնը։ Ռոմանտիկ եմ էլի շատ։ Սիրելի մասնակիցներ, ձեր ժամադրությունն ավարտվեց, ներողություն, որ խանգարում եմ։ Ժամանակն է գնահատել միմյանց։ Այս մայրամուտը պետք է ավարտենք։ Վատ կիսուրներից եմ էլի։ Որ չեմ թողում երեխեք իրար հետ լավ ժամանակ անցկացնել։ Շատ հաստատ գիտեմ։
Ոչ մի վարքյան չկասկածեցի իրան, չկասկածեցի իր խոսքերի վրա, իր էներգիայի վրա, ընդհանրապես ոչ մի կասկած չեմ ունեցել, ինքը լրիվ անկեղծ ա եղել իմ հետ։ Ու դրա համար ստացել է ամենաբարձր գնահատականը իմ կողմից։ Ես կարծում էի մասնակիցներից Աննան կամ Տոմանը ստանալու այն գնահատականը, որ այսօր ստացավ Վիկան, բայց Վիկան նենց արեց այսօր, ավելի ճիշտ մենք Վիկայի հետ այդքան շփում չենք ունեցել էլի տանը, ու իրականում փոխանցում եմ դրա համար, չեմ փոխանում այնքանով, որտեղ այսօր ավելի հետաքրքիր ոնց որ օր ունեցանք, ավելի շատ իրար էլի ճանաչելու, խոսալու ու դեյթն ավելի հետաքրքիր անցավ, բայց ստացվեց էլի։ Շատ երկար մտածում էի, թե ես այդ ամենաբարձր գնահատականը եւ ամենաարժանին ում պետք է տամ, ու ես այսօր իր անկեղծությունից հասկացա, որ ինքը արժանի է հաղթանակի, որտեղ իմ համար հաղթում է անկեղծ մարդը։ Պետք է հաղթի անկեղծ մարդը։ Անահիտ, դու այսօր նման ես Հելենա հայկական դիցողու։ Հարիր քո անվան։ Ապրես Գառնիկ ջան։ Ես ճիշտ Կացված եմ, շատ ճիշտ սկսեցի։ դիցազնի պես չեմ հագնվել, բայց փորձեցի համանջ հագնվել այս ծաղկավոր տեղանքին։ Ես լսել եմ, որ դու կինոներ ես սիրում, սերիալներ ես սիրում։ Հո, սերիալների համար, կստացի մի բան հարցնեմ։ Իմ ամենասիրելի սերիալը կարած գուշակես, որը կարա։ Ես կասեի Теория большого взрыва, ելնելով քո մասնագիտությունից։ Բայց ոչ։ Բայց բավորն է։ Իմ մասնագիտություններից։ Game of Thrones։ Միջև այդ Գառնիկի հետ բավականին զրույց էինք ունեցել ու ընթացքում հասկացել էի, որ մեր ճաշակայինը թե երաժշտության մեջ, թե գրքերի, թե ֆիլմերի համընկնում է ու հետաքրքիր զրույցներ էինք կարողանում ունենալ ու հումորներն էլ մեր նման, դրա համար որ կարողանում ենք հեշտ կոմունիկացիայի գալ։ Որն է քո սիրած կերպարը։ Կերպարը, ճիշտ է, ես հիմա ինձ թվում է Դեյներիսի հակոկապով եմ համեմատաբար, բայց ես պաշտում եմ Արիա Ստարկին։ Ես իր ֆանատն էի, ամբողջ ընթացքում ես իրան եմ նայել ու մեկ չէ, ոչ բնավորության միջոցով եմ նմանակ։ Բնավորության գծերով ունենք, ես էլ եմ շատ ռիսկային, ես օրինակ կգնայի են Նիկտոն գտորներ։ Ոչ, ճիշտ ասած, այսքան օր շփվել ենք, առաջին օրերին ավելի ճիշտ, հետո արդեն հասկացա, հատկապես մաֆիա խաղալուց հետո ես հասկացա, որ բավական ռիսկային է։ Մենք հեսա կքննարկենք, հա։ Ես սպասում։ Ես կարդարան եմ։ Մաֆիայից առաջին օրից որ շփվում ենք, ռիսկային քեզ չէի համարել, բայց հիմա հասկանում եմ, որ Արիա Ստարկին հա նմանություն կունենաս։ Ռիսկային, բայց նաև ես հիշի, որ մաթեմատիկ եմ, չէ։ Գիտեք, իմ տեսած դեյթերից միջև այս վարքյանը կարող եմ ասել, երևի թե սա երկրորդ մի քիչ ավելի ֆլիրտային է, այսինքն այն իմաստով, որ դու հասկանում ես, որ նրանք իրոք դեյթի են ու ինչ-որ սիրախաղ կա։ Նայում եմ, տեսնում եմ, մարդիկ ինչ տեսակի են, ում հետ ինչպես պետք է շփվեմ, ում հետ ինչքան կարող եմ ես ինձ ազատություն թույլ տալ, այսպես ասած, նու բարի ոչ ուղիղ իմաստով, զուտ հաճելի շփման առումով բոլորն էլ հետաքրքիր էին, ընթացքում արդեն տեսնում ես ինչքան ընկերներ ենք ձեռք բերում։ Փորձում ենք։ Խառախոսացի ինչ-որ։ Փորձում ենք ամենայն դեպս ձեռք բերել։ Ուսամ, քեզ հիմա իմ հետ հաճելի է, իմ հետ կոմֆորտ է, եւ եթե այդպես է, ես ուրեմն շատ հաջողված սիրասուն եմ։ Հա, սիրասունի առումով ես Ալեքսի դեյթից հետո սպասում էի մեր դեյթին։ Այս Ալեքսը տիպ է, էլի, ասում է, չգիտեմ քեզ պատմեցի թե չէ, որ դեյթի ժամանակ մեն ինձ ասում է, լսի հելը, դու քո ես ֆումորներով, քո ես բոցերով անման, դու Գառնիկի հետ լավ դեյթ կունենաք, ասում է։ Քիչ խնդում ինքը։ Ինչ է հասկանում։ Ասում եմ հեյթերներ, բան անգլերեն եմ խոսում, ասում եմ, էդ ի՞նչ է։ Ինչ բան եմ ասում, ջոկում եմ կեսից, բայց ոնց հասկացա քո առաջին հանդիպումները հենց այստեղ եմ ուզում, հա։ Ու առաջին Ալեքսի հետ է։ Ինձ իրականում հետաքրքրեց, որ հենց առաջին հանդիպումները այստեղ ա եղել եւ
կիսվիր քո էմոցիաները։ Ընդհանրապես ոնց է ժամադրության գնալը մարդկանց հետ հանդիպելը, շփվելը։ Եթե սենց սիրուն ժամադրություններ լինի, հայ սենց պրոյեկտների մասնակցել։ Շտապում եմ քեզ մի քիչ տխրացնել։ Իրականություն։ Չէ, ես այնքան եմ ուզում, որ իմ մասին չեմ մենակ մտածում։ Մեր Հայաստանի աղջիկների մասին եմ մտածում, որ հասկանամ, որ շատ սիրուն լոկացիաներ կա ու տղաներն էլ որ կան այնտեղ կազմակերպեն ուղղակի հիքիաթային տղաներին այս հաղորդումով փաստորեն այո, գցում ենք փոսը, տենց է, աղջիկա սիրտ գրավել են ոչ միայն փոսը սիրտը գրավելու համար տարբեր տարբերակներ կան իհարկե ես հասկանում եմ նմանատիպ ես ինքս մեծ սիրով նմանատիպ ճիշտ է ես չգիտեմ այս ձիվանը որտեղից կգտնեի կբերեիս դե հատկապես մենակով ինձանից օգնողներ կլներ բայց նմանատիպ հանդիպումներ իհարկե շատ հաճելի կլինի կազմակերպելը, բայց լեդո ու մասկիտնի սետկայով ամեն հանդիպում չի սենց լինում, բայց տեղանքը ու շրջապատը միշտ չի որ ամենակարևորն է, ամենակարևորը մարդկանց էներգիայի շրջանառությունն է, դու քո մարդու հետ, եթե կարողանում ես հետը շփվել, եթե կարողանում ես հետը հումոր անել, կատակ անել, անգամ լքված ինչ-որ շենքում, քարերի մեջ, կեղծոտ տեղում, նստած ինչ-որ ժանգոտած արմատուրաների վրա, անգամ այդ պարագայում ձեզ հաճելի կլինի, այդ պահը կհիշվի ու քեզ որպես նորեկ այս ասպարեզում, հա։ Համեցիս։ You are welcome, հա։ Բայց ես միայն սկիզբն է, այսբերգի։ Հուսամ, որ միայն սկիզբն է, որովհետև ինչքան շատ հանդիպումներ, ճիշտ է, լավա քիչ մարդկանց հետ լինի, հա, անգամ ամենալավը կլինի, եթե ընդամենը մեկ մարդու հետ լինի, բայց ինչքան շատ հանդիպումներ, այդքան կյանքը ավելի լավ է ապրվում։ Շնորհակալություն էքսպերտ ջան։ Շատ հաճելի է։ Ես էքսպերտ չեմ, Դե տարիների տարբերությունների կա, փորձում եմ իմ արած սխալներից, իմ արած սխալները քեզ պատմեմ, այն ինչ որ ես չեմ արել, գոնե դուք անեք։ Այդ սխալները անեմ։ Ասում ապրեք, բայց մեզպես չապրեք։ Ես ծանոթ ունեի, որ ասում էր կապ չունի, քանի օր կա ձեր կյանքում, կապ ունի թե ինչքան կյանք կա ձեր օրերում։ Չմիտցեցի։ Չեմ ծեցում, ես տես նոր փորձում մոծակին։ Աշխարհի ամենանուրբ մոծակ զատկացնելու դրվագներ հիմա մեր աչքի առաջ։ Սենց Կարնիկը սենց ուզում էր մոծակին զատկացնել։ Давай, գիտես ինչ անենք։ Ինչ-որ զվարճալի բան պատմի, զվարճալի ինչ-որ պատմություն պատմի կամ ամոթալի։ Ամոթալի։ Ահա։ Արի դու սկսի ես նշանակեմ, եթե դու հարցնում ես, ուրեմն նախ մի բան ունես, իսկ ես ընթացքում պատկլուչույս։ Ունեցել եմ պատմություն, որ շատ եմ ուզեցել իր հետ խոսեմ դրա մասին, հետո ընթացքում եմ հասկացել, այս պատմությունը խի եմ ուզում պատմեմ, որովհետև մենք այս թեմայի շուրջ ինչ-որ խոսակցություն ունեցանք մեքենայի մեջ, ու որոշեցի, որ ստեղ պատմեմ, փոքր եմ, գիտե երևի 7-8 տարեկան, տենց մամաս միշտ սովորացել է, որ եթե ինչ-որ մի բան շատ ես ուզում, աղոթիր, ու ինչ անում Անահիտս, գնում եմ, որտեղից սկսեմ, պապայիս մահացած հոր եղբոր նկարը պահածա մեր… Զվարճալի պատմություն, թե ուժ ես։ Զվարճալի է, պապայիս մահացած… Հոր եղբորը չհել է։ Պապայիս մահացած հոր եղբոր նկարը մեր գարդիրոբի վրա է պահված։ Ու ես մտածում էի, որ եթե ուզում ես մի բան կատարվի ու աղոթես դրա համար, այդ հաստատ գախնի ինչ-որ մի բան է, որ պահված է այդտեղ, ուրեմն այդ նկարն է։ Ամեն անգամ, որ ես ինչ-որ բան էի ուզում, այդ խեղճ մարդու նկարը իջացնում էի գետնին ու տակին աղոթում էի։ Ինչքան եմ դիպադաթարալ, պատկերացնում ես, պապայիս մահացած հոր եղբոր նկարի տակ ամեն հայր մեր հոր երկնքում է։ Կարար հելնել, բայց իրար
Դες ինքան նման է պապայս հոպանը Հիսուսին։ Ագերց եմ ասում, ու ամեն անգամ աղոթելուց հետո ասում եմ, բայց վրոդի պապայս էլ անում։ Ինչքան ապուշ բաղոսկի խնդրում եմ, էլի մաման եկուց 500 դրամ տա, 200 դրամի փոխարեն։ Այդ պատմությունը մերոնք էլ են շատ ուշ իմացել, որովհետև ամաչուերիկից բերի։ Իրականում որ շուտ կիսվեր կա հոկեբանի մոտ ուղարկե։ Լավ են ծիծաղում իրար հետ, գիտես։ Կարող են շատ երջանիկ կյանք ապրել։ Մեծ խումբա, էլի տես մի 40-45 հոգի բարձրանում ենք դեպի Սևանավանք, ընկա Գորի մոտով անցնում ենք, հա։ Դու պատմի, ուշադրություն մի դարձ։ Բարձրանում ենք ու ջահել տենց շուստրի տղա կար, Լիադիվ շուստրի, Ռուսենից լավ ես, չէ։ Հա, ռուսեն գոռում է. Смотрите, դելֆինը։ Դե, ես էլ չեմ կարա թույլ տամ, որ խոսքի իմ վարած տուրի ժամանակ մեկը տենց փորձի ինչ-որ հումորներ անի, ես էլ տակը մնամ։ Տենց ֆրացի ասում եմ, это не дельфины, это акулы, акулы, это мы, армяне, на спине плаваем, մի հատ մարդ սենց ֆռում վերեսան է, ասում ах ты пошляк, гарник, ասում не в этот раз, я вообще-то про носы։ Ай, shit։ Նայեք, սկզբում սիրախաղով սկսեցին, հետո անկան զվարճանքի դաշտ, որպեսզի մի քիչ թուլանան, բայց հիմա շատ հեռացան թեմայից մեր սիրասունները։ Հուսամ նորից կգան դեյթի, նորից կգան էմոցիաների, նորից կգանեն թաքնված հույզերի, որ հիմա երկուսն էլ ունեն, բայց ցույց չեն տալիս։ Միշտ ուզեցել եմ, բայց չի ստացվել։ Արագածի գագաթին խաշուտել է։ Արագածի հավատա, արագածի այս վերջինն էլ ասեմ ու գնահատենք։ Ասեմ թե ինչի։ Ասեմ թե արագածի գագաթին խաշուտել ինչի այդքան էլ լավ միտք չի։ Ընդ է բարձր է, շատ բարձր է։ Քարելիճի 3000 չէ։ Դու որպես ֆիզիկայից լավ մարդ բարձրության վրա ինչ է լինում։ Ճնշում է։ Եվ դրանից ինչի ջերմաստիճանը։ Օդի։ Ջուրը։ Հա։ Երումա։ Հա, բարձրանում է վերևի կոնվեկցիա։ Չէ։ Խարդուսա լավ։ Ֆիզիկայից բոլոր գիտելիքները։ Ջուրը երում ավելի ցածր ջերմաստիճան, դրա համար միշտ նորմալ չի խաշում։ Խաշ նորմալ չի։ Սկարաբարկը։ Մենք սարքին կբարձրացնենք, ուտելով կբարձրանանք։ Այ որ սարքին բարձրացնենք, այդի մեծ սիրով։ Так что մենք կարող ենք կամաց-կամաց։ Ոնց անցավ չէ ժամանակը, ապրի Ալեքս, ճիշտ է հուշակ։ Ժամանակը ես ժամին ընդհանրապես չէի հետևում։ Անկամ մոմերը չեն ասել մինչև վերջ։ Հանգել ես գնահատականս մոտես սառել է, բայց գիտես։ Աննայտին այսօր գնահատել եմ 4։ Գառնիկին գնահատել եմ 4, որովհետև իմ ունեցած գնահատականներից ամենաբարձրը մնացել է 4-ը։ Կարելի է գառնիկին ավելի բարձր գնահատել, ափսոս չունեի այդ միավորը արդեն։ Ան։ Այո։ Լավ ես։ Դե շատ լավ։ Դեռ վերջապես հերթը հասավ մեզ ուսավ էլի։ Ինչ զգացողություններ ա մոտը թելը մի ասա։ Ամեն դեպքում այսքան երկար սպասումից հետո պիտի որ ինչ որ մի հատ հետաքրքիր հանդիպում լինի, ժամադրություն, որ կոմպենսացնի այդքան սպասումը։ Մնացածը հետաքրքիր չի եղել, թե ես հետաքրքիր չեմ եղել մինչև ես։ Ես քեզ չեմ էլ ճանաչել մինչև ես, մենք շփում չենք ունեցել, բայց ես քեզ խոստովանեցի, որ ես հարցազրույցի ժամանակ ասել եմ, որ քո հանդեպ անտիպատիա ունեմ, ոնց հիշում ես։
Հələ մնում է այդ։ Դե չէ, չի մնում։ Լուրջ։ Ոչ։ Որտեղ խոսելուց հետո արդեն շատ բան բարձ դարձավ, չգիտեմ, հավանաբար ես այսպեսի արտահայտություն անեմ, անկեղծ ասած ես հասկացա, թե ինչ են զգում մարդիկ, երբ որ տեսնում են ինձ առաջին անգամ։ Իրոք, ես ու դու հենց սկսեցինք շփվել, ես չգիտեմ, անկեղծ եմ ասում, ես քո մեջ, մեկը կոնկրետ քո մեջ, մենք ինչքան որ շփվել ենք, շատ ինչ որ հարազատ կետեր եմ տենում, որը որ այսինքն կարելի է քո հետ հա շփվել։ Հիմա թե էտի ուր կտանի, ոնց կտանի, դե էտի պարզ է արդեն ուրա տանում։ Բայց ամենայն դեպս իրոք դու շատ հետաքրքիր ես ինձ, որ մենք բնականաբար դա փոխադարձ է ինձ էլ մեր ունեցած խոսակցությունից հետո, երբ որ ազատ ժամ էր ու մենք բակում նստած խոսում էինք, ինձ էլ շատ բան պարզ դարձավ, ես էլ գտա ոչ միայն ընդհանուր հետաքրքրություններ, այլ նաև դեռ ընդհանուր բնավորության գծեր։ Հիմա որ ասում են պրոյեկտից հետո ինչ որ շփում, բան, տենց էձև կուզենաս լինի, ինչ որ ես անկեղծ քո հետ այս 2 օրը շփման արդյունքով ասում եմ, որ հախիլ չի լինի, ոնց որ ես ուզում եմ այդ։ Իսկ ես դեմ չեմ։ Ախ, տես ասում է, ինչ որ մի զգացողություն ունի։ Հիմա տես ինչն է հարցը, ինձ լրիվ հենց հիմա, հենց այս պահը քո հետ շփումը, լրիվ սենց չէ, անկեղծ, ֆուլ հերիք հա, որ ընդհանրապես բացառ չմտածեմ ոչ հեռախոսի մասին, ոչ մի բանի մասին, այսինքն այդքան ուզում եմ ասեմ, որ դու ինձ հաճելի ես, անկեղծ։ Իսկ ինչի է դա տենց, ինչով պայմանավորված։ Հենց դա որ տես հիմա ոնց ասեմ, էդի ես չգիտեմ հիմա նայողը ոնց կմտածի, այդ կարող է վայ հեսա սիրահարվածություն եւ այլն, կարող է եւ այդ սախ իրար հետ։ Կարող է եւ ուրիշ, չէ, լուրջ, այնց զգացողություն է, որ չեմ կարա ես հիմա կոնկրետ այդ դրան անուն տամ։ Հասկանում ես։ Եթե սիրահարվածություն է, համենայն դեպս ուրեմն ցենց սիրահարվածություն չի եղել իմ մոտ։ Չգիտեմ, պրոստը եթե ուղակի սպասված էր։ Չսպասված էր, հա։ Գներես, չսպասված էր։ Չտեսնված, չսպասված էլի։ Չլսված, չտեսնված եւ չասված։ Ես տես հիմա ես շատ ես ոնց որ հուզվում եմ մի րոպե։ Ես շատ Իսկ ես չեմ հավատում, որ դու կարող ես։ Չէ, հուզմունքը չէ, նրա մասին է խոսքը, որ համենայն դեպս մի քիչ դժվար է, որ դու գիտես ունես ժամանակ, չգիտեմ։ Մենք հիմա ինչ որ տունը շփվենք, ինչ որ արդեն պարզ է, չէ, ինչ որ կամերա կա, օպերատոր կա եւ այլն։ Համենայնպես ինչքան էլ արդեն մերվել ենք, մոտիկացել ենք հետները, բայց ոնց որ sense մտնեն մեր տուն։ Դե հա։ Դες բան կա։ Բայց երբ որ մենք շփվում ենք, ոնց տունը երկուսով խոսանք, բայց դες կողքը 5 հոգի բարտել մի։ Բայց դա երբ որ մենք տունը շփվում ենք, մենք հարմար նստած ենք։ Բայց հիմա հարմար չի։ Հարմար նստած ենք, բայց այն ժամանակ մենք տանը նստած ենք։ Այն ժամանակ չկար այս ատմոսֆերան եւ սիտուացիան։ Ձերցրա։ Թոկենած։ Շնորհակալ եմ։ Ոնց խմենք դզվենք էլի։ Ես նույն զգացողությունն հիմա շատ տենց շաբլոն բան հարցնեմ, որ ինձ թվում է սա դեյթերի ժամանակ բոլորին հարցնում են ու ես լավ չեմ հիշում, բայց երևի ես եմ ասել։ Դու ինչ ընդհանուր կարծիք ես ընդհանուր մասնակիցների մասին բոլոր։ Մասնակիցների մասին ասեմ, աղջիկների մասին միշտ ասել եմ, Այնց ասել ես որ լավ։ Ինձ տղաներն են հետաքրքիր, աղջիկները թող իրանց համար տենց էս նորմալ է։ Տղաները Այսօր դեռ Գառնիկից չէր խոսած Ալեքսանդրը, հիմա արդեն բացեց տղաների թեման, ինձ թվում է սա շուտով Գառնիկից կխոսի։ Իսկ ինչ ես ուզում լսել։ Ուզում եմ հասկանամ, բացի ինձնից։ Չէ, հիմա տես, ինչ մի քիչ sense հետաքրքիր բան կա, չէ՞։ Տես, ես հիմա քո հետ դեյթի եմ, բայց դու էլի դեյթ ունես, տենց մի 3 հատ։ Ընդհանրապես այդ սիտուացիան ինձ համար մի քիչ շատ տարօրինակ է, անկեղծ ասած, այն որ ես գնում եմ դեյթի ժամադրության, բարի ժամադրություն։ Ես գնում եմ ժամադրության ինչ-որ տղայի հետ, հանդիպում ենք, բավականին գեղեցիկ, հրաշալի ժամանակ ենք անցկացնում, վերջանում է ժամադրությունը, մենք գնում ենք տուն, որտեղ կան ուրիշ մարդիկ։ Հաջորդ օրը ես այդ մեքենայով, նույն մեքենայով գնում եմ ժամադրության։ Հին տղայի ուղեկցությամբ, հին տղայի ճանապարհելով ջուր աշփում հին տղան։ Որի հետ ես 3 հանդիպման էի, որի կողքը
թեվու, սինք ցած նստած է տղան, որի հետ այսօր եմ հանդիպման, իսկ նրա կողքը նստած է տղան, որի հետ կամ վաղը կամ էլ մյուս օրը կլինեմ հանդիպման։ Իսկ դիմացը նստած եմ ես, собственной персоной։ Նստած է կողքս աղջիկ, որը հանդիպման է նրա հետ, ում հետ ես 3 էի հանդիպման։ Իսկ նրա կողքը նստած է աղջիկ, ով որ հանդիպման է նրա հետ, ում հետ ես կլինեմ կամ վաղը կամ մյուս օրը հանդիպման։ Ու այս ամենի շատ տարօրինակ է, ես չգիտեմ ինչ կամ ինչ պատկերացնեմ կամ տղաներին ավտոմատ անկախ քեզնից դու սկսում ես մարդկանց ուրիշ ձև վերաբերել, այսինքն եթե դու կնայեիր որպես ռոմանտիկ աչքերով, քո մի քիչ դժվարանում է ամեն բան։ Իսկ հետաքրքիր է այդ պարագայում դուք ուսումնասիրում եք մյուսներին, թե ով հետ ոնց է գնում հանդիպման, ինչպես է իրեն պահում այդ հանդիպման օրը։ Բայց կրակը կարող է հանգավ, որտեղ ես արդեն Գալուց առաջ մտածում ասում ես հա լավ դե տենց պրոյեկտային սիրահարվել բան չմասին է խոսքը այսեն ոչ չէ տենց էլ չի է հավաքված են ես քեզ ասեմ տես ասեմ ինչի որովհետև իրականում ամեն ինչ իրականա շատ դա է դեմա ռեալիթի շոուն իսկապես ռեալիթի շոու է այսինքն ամեն ինչ իրական է հորինված չկա ոչ մի բան այսինքն իրոք նպատակը հենց դա է որ տղաներն ու աղջիկները հանդիպեն ու ստեղծեն զույգեր դա բացառված չի, դա խրախուսվում է, ասեմ ավելին։ Իսկ կհաղթի նա, ով կնախընտրի փողը, այլ ոչ թե սեր։ Պրոստը հիմա տես մեզ նայողը օրինակ կարա մտածի, հա լավ տենց հիմա գալիս են չգիտեմ, sense դեյթի գնում տուն քնում, բայց չեն պատկերացնի պրոստը, որ տունը 1000 բան է տեղի ունենում։ Դե հա։ Իրոք 1000 բան։ Դաժե մենք ոնց ասեմ, մի ժամ ժամանակ որ ունենում ենք, մի 1000 ձևի կինո կա տունը sense։ Այն որ մեզ պարզ արդեն մեկը մեկի հետ ինչ որ տենց էцև չգիտեմ մի տենց սիմպաթիա ունի մեկը մեկի հետ չունի հետո այն մյուս օրը փոխվում է այս մեկը մեկի հետ ունի ոնց դու ինձ առաջի օրը ասում ես տենց մի տեսակ սիմպաթիաս չբռնեց հետո խոսացի եւ այլն այս էս ամեն օր որովհետեւ իրականում դու կոպիտ մարդ ես պահի տակ Այո, ես այդ դա եմ։ Անկեղծ ասած, ես դա չեմ նկատել իմ նկատմամբ, ես դա նկատել եմ ուրիշների նկատմամբ։ Ուղղակի ես չեմ սիրում անարդարություն, ոչ մի դեպքում դա կլինի իմ նկատմամբ, թե ուրիշի։ Բայց հետո հասկացա, որ դա ինչ որ կոպտություն չի, ավելի կոպիտ վերաբերմունք չի, այլ չգիտեմ, արտահայտման յուրահատուկ ձև է։ Նորմալ կոպիտ է։ Ոչ թե այտենց կոպիտ է, նուրբ է, բայց իրեն կոպիտ է, բան չէ, լավ էլ կոպիտ է, օրինակի համար։ Տես հիմա այս պահը, այս պահին ու այս իրավիճակը կոնկրետ ինձ կոնկրետ քո հետաքրքիր, եթե ինձի հարցնեին քո անցյալից, ինչ որ մեկը կա, որ կուզենայր հենց հիմա ինչ որ տեղերով փոխվեն, անկեղծ եմ ասում, ես բացարձակապես կասեի չէ։ Հենց այս պահին դաժե եթե հարցնեին ինձ մնացած մասնակիցներից ինչ որ մեկը կուզենայր փոխվեր, քո տեղը հայտնվեր, իրոք էլի կասեի չէ։ Ինձ դու անկեղծ եմ ասում, շատ խայտարակ հետաքրքիր աղջիկ ես։ Ես չգիտեմ հետոն ինչ կգա, բայց համենայն դեպս հիմա հենց այս պահը ինձի ահավոր հաճելի է քո հետ։ Դե արի վայելենք այս պահը, իսկ հետագայի մասին հետագայում։ Իսկ այդ մասին հաջորդ դասին։ Թո ինձ շատ ուրախ եմ, չգիտեմ ես քեզ ճանաչելուց։ Ոգի ես չգիտեմ։ Ինչ։ Ինչ զգամ։ Մի քիչ վախենալու է, հա։ Դե հա։ Ոնքես։ Ու վախենալու ես չգիտեմ ինչ կասկածելի է։ Ես եմ դաժե կասկածում մի քիչ։ Ինքդ քո վրա, չէ՞։ Հա, ես ինքս իմ վրա մի քիչ կասկածում։ Ես մտածում կարող է ինչ որ ուղեղով տենց էцև չգիտեմ, ենթագիտակցությունից ինձ գցել է ինչ որ մի հատ կինոյի մեջ։ Ու սենց հիմա այս ամեն ինչը վերջանա, սենց ոնց որ ինչ որ զարթնես, սենց ինչ կինո էլի։ Ամենատեպս չէ։ Այդքան անիրական եմ թվում։ Չէ, անիրականը չէ, այս դատակ եմ անում։ Օ, դες արդեն լրջացնում են հարաբերությունները։ Ինչ ես կարծում, ինչ ռեակցիա կլինի, եթե հանկարծ ինչ-որ մեկը ինչ-որ բան նկատի կամ զգա։ Որովհետև ամեն դեպքում այնտեղ քիմիաներ կան։ Ու կարծում դու նկատել ես։ Ում հանդեպ։ Ես չեմ ուզում անուններ տալ։ Չեմ ասում ում հանդեպ։ Քո։ Ինչ նկատեն։ Կամ դու իրանց։ Ինչ նկատեն։ Ինչ շատ հաճելի է որ արդեն նկատելու բան կա։ Այդ չի հարցը։
Չէ, օրինակ այն ինչ խոսում եք, պարտադիր չի ինչ որ բան լինի։ Օրինակ այն, որ ես համաձայն եմ, դա իմ համար շատ մեծ բան է։ Օրինակ այն, որ ես համաձայն եմ, որ կարա ինչ որ բան մի օր լինի, դա իմ համար շատ մեծ բան է։ Ես վերջին անգամ ընկեր ունեցել եմ, հարաբերությունների մեջ եղել եմ շատ վաղուց, շատ տարիներ։ Ինձ համար բարդ է ինչ որ մեկին ուրիշ կերպ նայել ու ընկալել։ Այնպես որ չէ, քո այդ խոսալուց արդեն այդ մենք հիմա դրա հասկացա, ինքը ես չեմ կարա տղամարդուն ընկալեմ, իմ համար հեշտ չի։ Իմ ասելիքը ուրիշ բան է, ես ինչ որ չեմ սիրահարվել, քեզ խնդրում տենց չմտածես։ Չէ, դա պարզ է, չէ, հիմա ինչից ենք խոսում, մենք ուրիշ տեսանկյունից ենք նայում այդ քիմիա։ Ես կոչում եմ դա քիմիա կամ մագնիսական դաշտ։ Այո։ Այդ մագնիսական դաշտը, երբ որ նկատեն մարդիկ։ Ինչ։ Այն մարդիկ, ովքեր, չգիտեմ, չէին սպասում դրան։ Ինչ։ Ինչ ես կարծում, ինչ ռեակցիա կտամ։ Սկսեն սպասել ինձ թվում է, ես չեմ կարող ասեմ։ Տես հիմա, հա, ռեակցիան օրինակ ես չգիտեմ, տուպը եթե ես ինչ որ գայ հաղթանակի համար պայքարի, ես իհարկե սխալ է։ Ես էլ 3 հատ դեյթ ունեմ, եթե ինչ որ տենային, բայց ես ամենասկզբից ասել եմ հենց ամենասկզբից այս պրոյեկտի, որ ես լրիվ անկած եմ լինում։ Ես հիմա մյուսի հետ որ հանդիպեմ, հանկարծ ինձ հարց տա, ես լրիվ ես կարամ հանգիստ պարզ պատասխանեմ այն մասին, թե ես ինչ քեզ ասել եմ։ Ինձ այսինքն մեկը այդ գնահատական ու հաղթանակ, հասկանում ես, եթե իրոք ես հետո ունենամ զգացմունք քո հանդեպ, այսինքն ես ես հաղորդումից ձեռք բերեմ իմ կյանքում, քեզ էդի 1020 միլիոն արժի, իրականում։ Դե հա։ Չէ, իրականում այդ ամեն ինչը տենց է, որովհետև այդ 20 միլիոնը ես չգիտեմ, կարելի է ну вообще-то մի օրում էլ հնարավոր ծախսել, բայց կարելի է տենց էցեմ 3 ամսում ծախսել կամ ինչ որ մի բան անել, որը որ տենց էցև հետո կամ կստացվի կամ չի ստացվի կամ դա տենց ինչ որ մի բան։ Համենայն դեպս բայց հա, բայց այդ դրանով ուրախություն կամ երջանկություն չես առնի, չէ՞։ Բնականաբար 20 միլիոն չարժի հաստատ, էլի։ Այսպիսի խոսք դեռ չէինք լսել, ասում եմ, եթե ես ձեռք բերեմ քեզ, քան այդ 20 միլիոն դա իրականում շատ ավելին արժի, քան 20, ճիշտ ասում։ Ես ասում եմ, ես չեմ տեսա Ալեքսանդրին սենց։ Նույն այս մասնակից բոլորին, անխտիր բոլորին, ես չգիտեմ, մեկը կարող է մի ձև իմ ներվերին ազդի, մեկի վրա ես մեկի ներվերին ես ազդեմ, մեկի հետ կռվեմ, մեկի հետ լավ լնեմ եւ այլն, բայց այն կորիզը ընդհանուր բոլորիս, բոլորս ինչ որ սենց սիրում ենք իրար, լավ ենք բոլորս, էլի։ Այսինքն հաստատ որ պրոյեկտը բրծնի, օրինակ ես չգիտեմ, գնամ տունս ես նստեմ, ուղիղ նստելու եմ մտածեմ այն 11-ի մասին։ Հիմա մենք օրինակ 12-ով ուր էլ գնանք, այդ տեղը կբոմբի։ Բնականաբար։ Հաստատ հետաքրքիր կասնում ես, էլի։ Ուր ուզում ա լինի այս ամեն ինչից հետո։ Իսկ այդ դեպքում միգուցե դու 12-ից ինձ առանցնեցնես եւ գնահատես արդեն, որտեղ մեր ժամանակը ավարտվել է։ Խնդիր չկա։ Հինգ։ Ամենաբարձրը, որը որ մոտս էր։ 5։ Որովհետև ինձ ստուր է հանդիպումը ժամադրությունը։ Անահիտին այ որպես հիմա, հիմիկվադրությամբ որպես մարդ, որպես աղջիկ շատ ինձ հոգեհարազատ մոտ եմ համարում։ Ես շնորհակալ եմ քեզ մեր հանդիպումից։ Ես քեզնից ավելի շատ եմ շնորհակալ, անկեղծ։ Մենք հենց պարզատ ունը կշփվենք եւ այլն եւ այլն։ Տեսախցիկները անջատված են, կարող եք համբուրվել։ Խափում եմ, տենց բան չի լինելու։ Ուղղակի ասում եմ։ Արի մի հատ ողջույնի համար մեզ անփորձանք ժամադրություն Այո Անուշ լինի
Իլոնա ջան, արի մի բան առաջարկեմ։ Արի 2 րոպե մեդիտացիա անենք։ Մեդիտացիա անենք, տաքանանք ու սկսենք։ Համաձայն ես։ Հա, չենք սկսել էլի։ Հա, սկսեցինք։ Всё, Մեդիտացիայով բացումն անենք ու ընկնենք հունի մեջ։ Արի, գնաց։ Գնաց։ Փակի աչքերդ։ Լուրջ եմ ասում։ Պետք է փակես։ Լավ։ Չբացես։ Okay։ Նա ինձ։ Սենց արա։ Նայում, սենց։ Հա, բա։ Մեդիտացիայի դիրքը լոտուսն է, բայց հիմա չէ, այդպես բաներ չենք անում։ Մերը տարբերվելու է մեր մեդիտացիան։ Անպայման։ Նոր մեդիտացիա Հակոբի հետ։ Գնացինք։ Այո։ Սենց է անում։ Բայց 2 րոպե շատ է։ 35 վայրկյան։ Դավայ, գնաց։ Աչքերն ես փակում ենք։ Всё։ Դավայ։ Ding 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 ding։ Ջերմաստիճանը 47 աստիճան է։ Արևը շոյում է։ Իլոնան չի մրսում։ Իլոնան դաժե վառվում է։ Նա սարը ջուր է խմում։ Անկամ ավելի է սևանում։ Չէ, բայց ինձ օգնեց մի քիչ այդ լարվածությունը անցավ, ասա։ Լարվածություն չկար, զուտ ցուրտ էր։ Ցուրտ էր ուղակի։ Չէ, ցուրտն ու լարվածությունը իրար հետ, ցրտա լարվածությունն էր իմ մոտ։ Լուրջ։ Ես ինձ պահում, ապրում, շփվում եմ նենց ոնց որ կյանքում, էլի եմ ասում։ Ես որ հանդիպման գնա Իլոնայի հետ առանց կամերաների, ինչ որ ինտերնետով ծանոթանայի, տեսքին նայեի, փորձեի, գայթակղեի, գնայի ծանոթանալու, նույն բանն էր ստացվելու։ Նախ ասեմ քեզ անկեղծ, ես այսօրվան սպասել եմ քո հետ հանդիպմանը, ինչի։ Որովհետև մենք երկրորդ օրը իրար խոստումներ ենք տվել։ Մասնավորապես դու ինձ խոստումներ ես տվել, 2 հատ։ Խոսքը 2 խոստումի մասին է, որ դու ինձ այսօր լիքը պրովոկացիոն հարցեր ես տալու։ Հիշեցիր։ Այս սկսենք ամենա պրիմիտիվ, բայց էլի հարցայինք։ Ինչ ուզում ես հարցերա։ Քո տարիքը ինձ կհիշեցնես։ 35։ Շատ պրովոկացիոն հարց է տարիքը Հակոբի։ Բայց անսովոր է, 35-ը մի քիչ ուտվում է, 36-ը։ Դե 35-ը նույն 40-ն է, օքեյ, լրի։ Պրիվետ։ Բարև։ Տածում կարող գնամ սովորացնեմ պրովոկացիոն հարցերը, որոնք են։ Հակոբ, օրինակ, ինչու մինչև հիմա ամուսնացած չեք։ Այս հարցը ինձ ոնց որ էլի են տվել։ Այո։ Չեմ ասի ո։ Այո, 20 տարի է ինձ այդ հարցը տալիս են։ 20 տարի է տալիս են, որից 10 տարին տունն են տալի, ամեն օր։ Բայց այս երկրորդ ու վերջին պրովոկացիոն հարցն է, եթե ինչ։ Այո։ Այո, օքեյ։ Դեռ չեմ հանդիպել կնոջս։ Կնոջը։ Կնոջս դեռ չեմ հանդիպել։ Կին, ուր ես, կին։ Չէ, ինքը գոռալու վրա չի գալի։ Տղամարդու վրա է գալիս, կինը տենց բանա, ոչ ձայնի, ոչ լույսի վրա չի գալի։ Անցնենք առաջի խոսմանը։ Երկրորդը ո՞րն է։ Դու խոստացել ես իմ համար պիտի երգեր։ Դու թունի երգում ես, ես քո ձայնն ու երգելը առիթ ունեցել եմ լսել։ Առաջին ֆանս է։ Ու ոչ մի անգամ։ Ու իրոք դրա համար շատ եմ սպասել։ Այս հիմա նոր մոդա է, էլի, որ տղերքը չգիտեն ոնց անցկացնել ժամադրությունը, աղջիկները երգել են տալիս։ Դամы и господа։ Լավ։ Սենց յոքույս չեմ կարա երգեմ անկեղծ։ Խնդիր չկա։ Վայ, Էլոնա ջան, երգի անցնենք էլի այս լեվելը։ Մնացել ենք սրա վրա։ Դե խնդիր չկա, օքեյ, չեմ երգի, լավ։ Դե որ խնդիր չկա։ Լուրջ։ Հա։ Հենց պատրաստ լինես այդ ժամանակ։ Ասենց մի անգամից մի հատ տուշ։ Նայ մի հատ հետաքրքիր բան է արձանագրեմ։ Ես այս պրոյեկտի ամենամեծ մասնակիցն եմ, դու ամենափոքր։ Իմ տարիքից բացարձակ կոմպլեքսավորված չեմ, քանի որ նախ եւ առաջ ֆիզիկապես չեմ երևում իմ տարիքում, ինչ էտի ֆիդբեքերից եմ հասկացել, շատ տարբեր տեղեր են ասել, շատ տարբեր մարդիկ են ասել, տարբեր սեռի մարդիկ են ասել, 28, 25, 32, բայց հենց 35-36 չի եղել։ Չգիտեմ, շողոքորթել են թե չէ, բայց ամենայն դեպս չեն ասել։ Հետո ես ինձ ֆիզիկապես եմ լավ զգում, հոգեպես էլ երիտասարդ եմ զգում, այդտենց տարիքային բացարձակ կոմպլեքս չունեմ։ Բայց արի ասա հիմա իմ հետ ոնց ես զգում դու։ Կոմֆորտ չի։ Ինձ նայում ես որպես ավակ եղբայր, ավակ ընկեր, թե ինչ որ ավակ տղա, որը քանի տարի է մեծ քեզանից։ Որպես խորթ հայր է նայում Հակոբ ջան, անգստացի անցնենք առաջ։ 14։ 14։ Գնանք։
Վերջ, ժողովուրդ, մենք Չէ, ուր գնանք։ Լավ։ Նա ինչը վերաբերում է տարիքին, ես բնականաբար առաջի ծանոթանալուց, սկզբում ոչ մեկ տարիքով մեծերից իր տարիքը չէր ասում, գուշակությամբ էինք զբաղվում, բայց երբ որ ասացիր, սենց ասի մի վարքյան։ Ոնց եմ ես իա չփել, որտեվ փոքրուց իմ մեջ սենց մի հատ հա լուրջ։ Իմ մեջ մի հատ սենց հետաքրիր հարց կա, ճիշտ հարց չէ։ Հիմնականում փոքր տարիքով մարդիկ շփվում են մեծ տարիքով մարդկանց հետ ու հակառակը։ Ու հիմա այդ իմ մոտ չկա։ Նու նաև անգամ դա վերաբերում է կողակցին, որ ես չեմ պատկերացնում նման բան։ Ու տենց իմ համար սենց Ալեքսից հետո, քո հետ։ Հա ճիշտ է, դու երեք Ալեքսի հետ էիր, հա ճիշտ է։ Դրանից առաջ Գառնիկը, սենց բայց իսկ հիմա իմ հետ ո՞նց ես քեզ զգում, իմ հարցը էդ է։ Դու սենց հա, սենց ինչ որ ընկերական աղբերավարի նստած։ Ընկերական ենք, հա։ Շարունակում ենք ուրիշ տղաներից խոսելու շարքը։ Պաստոր մեր աղջիկների մոտ դա խնդիր է։ Red flag չի կարելի տղայի հետ հանդիպման ժամանակ խոսել ուրիշ տղաներից։ Դե տես իմ համար ասենք ոչ թե 14 տարի չի եղել իմ կյանքում պատմության մեջ, որ ես աղջկա հետ ժամադրություն գնամ, այնպես թույն պայմաններում, այլ ասենք խոսքի մի 5 տարի փոքր էլ չի եղել։ Կյանքում պատկերացրիր, երբեք չի եղել 5 տարի ինձնից փոքր աղջիկների հետ հանդիպում ունենալ։ Հիմա 14 տարի փոքր։ Այն որ իմ համար էսի չգիտեմ, շատ անսովոր է։ Բայց օրինակ քո համար նորմալ է իմ կարծիքը տարիքով մեծի հանդեպ։ Ես չեմ պատկերացնում, որ տարիքով մեծի հետ ես կարամ, չգիտեմ, որպես կողակից իմ կողքը լինի տարիքով մեծը։ Իհարկե նորմալ է։ Անկեղծ ասեմ, փոքրուց իմից տենց է, որ ես չեմ պատկերացնում կողքը տարիքով մեծ մարդ։ Իրականում այսպես խոսում եմ, բայց վերջում մի 10 տարի, չգիտեմ, տարիքով մեծի կողակից կունենամ այդպես, բայց չգիտեմ ոնց կդասավորվի, բայց եթե իմ ներսում այդ ստոպը կա, չգիտեմ, ստոպը կմնա, բայց դա էլի եմ ասում, ընդհանրապես խնդիր չէր Հակոբի դեպքում, որովհետև Հակոբը իմ տարիքի հետ իմ տարիքակիցը, մեծի հետ մեծը ու սենց հասուն կերպար է, իրականում ինքը շատ լավն է ու ես իրոք շատ կուզեմ, որ իր կյանքում սենց մի հատ բում տեղի ունենա շատ լավ կողակից, բայց իմ ու իր այդ կողակցի հարաբերությունները հաստատ չի լինի, որովհետև իմ հետաքրքրությունները ուրիշ է, իրանը ուրիշ է, լրիվ։ Դե օրինակ նայ, ես դեպքեր գիտեմ, որոնց կյանքում միշտ հանդիպում են իրանցից նենց նկատելի տարիքով մեծ տղամարդիկ։ Ուզում եմ ասեմ, տենց տարբեր կան։ Մարդկաս անգամ սիրում է։ Օրինակ նայ, 25-26 տարեկան աղջիկները, օրինակ սիրում են, որ իրանցից տղան մի 10 տարի մեծ է, պատճառաբանելով, որ կայացած է, հասուն է, ինչ որ փորձառու է։ Դե էլ կարիականում։ Ճանապարհ անցած է ու այդ աղջիկների հետ այդ տղաները ավելի հեշտ ինտեգրվում են, իրանք իրար հետ պատկերացնում ես։ Բայց մի հատ, Նայ, ախորպես նայ մուկը, տեսար։ Չտեսար։ Տեսա։ Հույսներս դեռ չկա։ Չէ, չի գա, ես տեղը մուկը գաս թե ինչ անի։ Գցենք խորով։ Սա ես տեղ մուկը գա ինչ անի։ Գցենք խորով ենք կետա։ Լավ ուրախանում ենք ժողովուրդ։ Հասանք տարիքային տարբերության նորմալ աննորմալ երևույթին, որը քո համար նորմալ չի, փաստորեն։ Իլոնը մի տեսա գոնե այստեղ ատամնաբուժը մի բանով օգտակար լինի մեզ։ Բայց գիտես ինչ, ես քեզ ինչ խորհուրդ կտամ, որ մի բացառի կյանքում Вообще ոչ մի։ Երբեք մի ասա, երբեք ես կասեի։ Հա, չէ, դա իզուր չի ասված, իրականում իզուր չի ասված, որովհետև չգիտես 5 րոպե հետո անգամ ինչա լինելու։ Իրոք չգիտենք։ Այդ ոնց որ եկած խոսքը, որ ասում են կա 20 տարեկան հանճար ու ներողություն 30 տարեկան դեբիտ։ Իհարկե, ամեն տարիքում է ամեն ինչ կա։ Ու այդ որ ասում ես, որ կարա աղջիկը մտածի, որ կայացած է հասունը, չէ, որովհետև կարան մարդիկ օրինակ տարիքով մեծ լինեն տղամարդիկ, որ ասենք կինը իրանց տարիքում կամ դաժե իրանցից փոքր ավելի իդե sense պլաններին հասած լինի, sense հաջողությունների, ամեն ինչ իրանով ձգտի, բայց այդ նույն տարեկան, այդ 30 նույն տարեկան այդ տղեն, մենակ չգիտեմ։ Հա, իհարկե, ասենք կինել կա, որ իրան вообще չի հետաքրքրում, տղեն կայացած է, կայացած չի, ինքը ասենք կայացել է, իր ֆինանսական հաջողվել է, ինքը շատ ուժեղ գրանցում է ունեցել իր ֆիզիկական, ֆինանսական աճում, ու ինքը տենց вообще չի հետաքրքրում, անգամ իրան հետաքրքրվում է իրանից փոքր տղան։ Այդ գիտես ինչա՞ բայց նշանակում, եթե տենց է։
Ուրեմն այդ կինը իրոք շատ է սիրում այդ տղուն, այդ աղջիկը տղուն։ Որովհետև այդ մարդու համար բյուջեն օրինակ կարևոր է։ Նայ, մենք թեման անընդհատ փոփոխում ենք, բայց ինչ-որ բուն թեմայի է հասնում, որ իրականում եթե մեկին սիրում ես, դու դրան չես նայում։ Ֆինանսապես, իրամ այդ մարդը դղյակներ ունի, ինչեր ունի, դու քո աշխատածը կարաս իր այդ կիսած, դու իր այդ բիզնես դնես ու դու իր այդ աճես, այդ մարդն էլ ավելի այո, եթե խելացի լինի, զարգացնի քո աճեցրած բիզնեսը։ Հա, իհարկե։ Բայց նա ես մտածում եմ, օրինակ, չգիտեմ, տես տարիքայ դու 21 տարեկան ես, չգիտեմ ինչքան ակտուալ է քեզ էսի ասեմ, բայց ես մտածում եմ, պետք է տղամարդը ավելի շատ պալյուբոմ աշխատի, քան կինն աշխատի։ Ցանկալի է։ Չէ, պարտադիր է դաժե, հա, Գիտես ոնց, ցանկալի է, դու ճիշտ ասեցիր, հակառակ դեպքում մի հատ անսամթ բան կլինի, դա մի բան նորմալ չի լինի, այդ ես տենց եմ մտածում։ Հա, բայց ինչքանով մեկ էլ ճիշտ կլինի, հա, ասենք տղամարդը անընդհատ sense հերոստատուցի մոտ sense հալիքներ ֆուտբոլ, բայց իրակին ընդ աշխատում եմ, մի հատ է գալիս ասում եմ հաց դիր ուտենք։ Դե իմ հանդիպումները ինչպես դեյթում է ասեցի, փոքր աղջիկների հետ չի եղել ու իմ համար մի քիչ անսովոր էր։ Կոնկրետ իմ ու Իլոնայի տարբերությունը ոնց որ թիվն է, ծուր թվային է, նենց էլ ինքը ամեն առումով է, ուղիղ համեմատական է, կոնկրետ իմ ու Իլոնայի տարբերությամբ։ Բայց ես քեզ արի մի հատ քո տարիքին համահուն, որովհետև ես առաջին անգամ սիրահարվել եմ քո տարիքից, դրա համար հարցս հետևյալն է, դու սիրահարվել ես։ Վերադարձանք պրովոկացիոն հարցերին, հարց երկրորդ, դու սիրահարվել ես։ Ուզում հասկամ, չէ, նայ, սիրահարվելը մի քիչ ուրիշ է։ Չէ, ոնց դու զգում ես։ Սիրահարվել թե սիրել։ Սիրահարվել։ Սիրահարվել, այո։ Դու վստահ եմ այդ երկուսը հիմա չես կարա ասես, ուրիշ է, ուրիշ չի, չգիտես։ Իմ կարծիքով, կարող է եւ սխալվում եմ։ Նայ, դժվար իմանաս դրանց տարբերությունը։ Ոնց դժվար իմանաս։ Իմ կարծիքով դժվար իմանաս։ Եթե սխալվում եմ, ներող։ Նայ, ես ասեմ։ Խոսեմ, հա։ Նայ, ուրեմն սիրահարվածությունը սիրելու հետ անշար, շնորհակալ եմ։ Նայ, սիրահարվածությունը սիրո հետ չես կարող կապես, որտեվ սենց է, փուլ առ փուլ է այդ ամեն ինչս լինում։ Սիրահարվածություն ու սեր։ Ես մի անգամից սիրահարվել եմ, մի անգամից սիրել։ Ես չեմ կարող էտապ չի եղել։ Ես սենց եմ, միանգամից կտրուկ եմ, ես կամ սիրում եմ, կամ չեմ սիրում։ Ես սիրահարվածություն բառը տենց չեմ կարող հիմա կոնկրետ ասել, որ դու այդ տղային սիրում ես։ Անձնական հարցեր ենք հա տալիս արփեր։ Իմ համար կարևորը մարդու ուշադրությունն է, որ Կարաս չպատասխանես։ Այն կարաս չպատասխանես։ Եթե չես ուզում, կարաս չպատասխանես։ Ես պրոստը ուզում սենց միտքը ասեմ քեզ, չէ։ Ես միտք ուզում եմ քեզ ասեմ, որ էլ դրանից հետո սենց հարցեր չառաջանա, մոտդ էլի սենց ծավալվենք։ Չէ, գիտես ինչ, այդ հարցը հենց նոր առաջացավ։ Նայ, դու ինչ չես լսում։ Դու ինձ հենց հիմա չես լսում։ Լսում ես։ Լսում ես, մերսի։ Ես սիրում եմ ուշադրություն ու սիրում եմ, որ մարդը իմ հետ անկեղծ է։ Ու երբ որ ես առաջին այն ամենաբուն, այն որ լուրջ էս, այսինքն էս չէ 18 տարեկանում, երբ որ սիրահարվեցի ու սիրեցի միաժամանակ, այդ այն որ всё։ Եվ ցվիտոչկին, այն որ սենց բանա, սրտիդ մեջ բաբուչկաները, սենց այդ ամեն ինչը գումարվեց, բայց եւ դրա հետ մեկտեղ այդ հասուն սերա, որ դու մտածում ես, որ դու մարդու հետ всё, այդ մարդն է ու всё, սենց որ սաղ ամեն ինչի կարաս մոռանաս, ուրանաս ու անգամ նենց ես դարձել, որ ես դաժե իմ կողքի ընկերներին եմ մոռացել դրա համար։ Ու ես այո, ներողություն եմ խնդրում, ընդունում եմ այդ փաստը, որովհետև երբ որ սիրում ես մարդուն, դու իրանով ես տարվում։ Իլոնա, նորմալ է։ Բոլորն էլ ունեն, բոլորն էլ անցնում։ Ոնց է եղել։ Իմը շատ ռիսկի է եղել այդ ամեն ինչը, միանգամից։ Չեմ կարող ասեմ, որ հիասթափված եմ, որովհետև երբ որ մարդը ինքը իրանով, ոնց ասեմ, հաճելի է լինում որպես մարդ տեսակ, որպես ընկեր, ես այնտեղ էլ նշեցի, որ եղբոր սենց ընկերական վիճակով, իսկ այն որ մենք դեյթի ենք, չի կարող այդ լինի այդպես։ Տաղաց չէր։ Ուղղակի ոնց որ ես իմ կոմֆորտ զոնայում չէի։ Դες եկա, արի։ Եկա, որ եզրափակենք։ Արի էս բաժակով եզրափակենք մեր։ Արի գնանք կրակից թեժացնենք։ Արի։ Մեզ էլ մի քիչ թեժացրեք էլի, մենք դեմ չենք։ Արի գնանք կրակը թեժացնենք ու չմրսենք։ Գնացինք։ Չէ, կարում ստեղ թողնեմ։ Հոկանք։ Նոր վճռորոշ
գնահատականները կտանք։ Այո։ Սենց են անում։ Հա, դու արա։ Տեսար արեցիր եղա։ Արա։ Լուրջ օգնում է։ Դու գիտես չի օգնում, բայց օգնում է։ Ականանք ու արդեն Այո։ գնահատենք։ Հա։ Մտածել ես, արդեն որոշել ես։ Այդքանը հերիք էր։ Որոշել եմ թե չէ։ Այո։ Չգիտեմ։ Всё, գնացինք Իլոնա ջան, գնացինք շատ հետաքրքիր փուլի։ Ահա։ Դա։ Դեյթը իմ համար անհետաքրքիր էր։ Հոգով կներես, անկեղծ եմ ասում, այդ ընդհանրապես իր մարդ տեսակի ու մեր շփման հետ ընդհանրապես կապ չունի, բայց որպես դեյթ գնահատել եմ 1, բայց անկեղծ ես լուրջ եմ ասում, Հակոբ որ տենա այս հաղորդումը վերջում ես ամեն ինչը, ֆիդբեքը, խնդրում եմ չնեղանա ինձնից։ Այսօր պատահականությունը 1 է որոշել։ Իլոնային ես ուզում եմ շատ լավ բաներ եմ ցանկանում։ 1-ի պահով կներես եմ ասում ու շնորհակալություն եմ ասում, որովհետև արդեն 1-ը դուրս է եկել, ես հանգիստ կլինեմ այդ առումով, դրա համար Իլոնային շնորհակալություն եմ ասում ու նաև կներես, որ պատահականությունն էր։ Ում է լիներ կապսոսայի, անկեղծ եմ ասում։ Ում է լիներ կապսոսայի, որովհետև ես այս նախագծին մասնակցելուց առաջ այս կանոնը իմանալուց հետո այս հարցի շուրջ շատ եմ մտածել։ Իմ ամենաթերևս բանը այդ հարցն է եղել։ Ոնց պիտի դա որոշվի, ոնց պիտի որոշվի։ Կարճ ասած, սիրասունի ընթացքում ես քիչ-քիչ դառնում եմ դեյթերի պրոֆեսիոնալ էքսպերտ, մեկնաբան եւ ինչքանով տեղյակ եմ, նման մասնագիտություն չկա մեր օրերում, այնպես որ եթե ձեզ պետք լինի օբյեկտիվ կարծիք, դիմեք, ես այստեղ եմ։ Մի բան հաստատ, մեր դեյթերից, ինչպես եւ ես, դուք էլ ինձպես շատ բան եք սովորում։ Ինչ խոսք միշտ հետաքրքիր է, թե մարդիկ իրենց ինչպես կպահեն ժամադրությունների ժամանակ, իսկ գնալով մեզ մոտ ամեն ինչ առավել հետաքրքիր է դառնում, որովհետև մեզ մնացել է ընդամենը 3-ական ժամադրություն յուրաքանչյուր զույգի համար։ Դուք բաժանորդագրվեք Monk 3-ի YouTube-յան ալիքին, որպեսզի բաց չթողնեք այդ էմոցիոնալ, զգացմունքային ու տարատեսակ ժամադրությունները։ Կհանդիպենք։ Yukon ամենալայն 5G ծածկույթը Հայաստանում։